Գնացինք բարի երեկո, հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, բան չի փոխվել, էլի եկել ենք, իրանք էլ առավել եւս եկել են, մի շաբաթից նորից հանդիպել ենք նույն տաղավարում, նույն կազմով, ու overdose-ն է ձեր եթերում, իրականում շատ ծավալուն շաբաթ ենք ունեցել, հա, եթե ճիշտ եմ ասում, բուրըն, թեր, կրքոտ էլ, ծեծ ու ջարդոտ էլ, մի խոսքով, ամեն ինչ ունեցել ենք, ամեն ինչ փորձել ենք այս մի շաբաթվա ընթացքում ծաղկաքաղ անել, որպեսզի կարողանանք ներկայացնել, քննարկել ձեզ, բայց կառաջարկեմ, որպեսզի ավանդույթը չխախտենք ու սկսենք մեկնաբանություններից Ռիփսիմեն այսօր այդ ծանր պարտականությունը իր վրա է վերցրել։ Այո, եւ հիմա կկարդա թե ինչ եք դուք գրել, ոչ բոլորը, բայց իհարկե իրականում հա, բոլորը չեն կարդալու, որոշ մասը կարդանք, ուրեմն մեկը գրել է մի բան չհասկացա, գծիկ։ Դուք ում կողմից եք ու սենց հարցական նշաններ։ Ինչու եմ հարցնում, որովհետև ամեն նախադասության մեջ հեգնում եք ու ծաղրում ընդդիմադիրներին, ընդդիմադիր լիդերներին ու հարցական նշան։ Հատկապես դուսուս։ Ես իրականում տեսել եմ, եթե ուզում եի որ եթե չկարդեք, բայց հատկապես փայլակն է աչքի ընկնում։ Իր ցինիզմով, հա, ես որտեվ ես կարդացել եմ այդ։ Կարդամ, բայց նայ դու պնդեցիր։ Հա, չէ։ Չէ, ու բացատրում ասում, եթե հաղորդման հումորային տրենդը պահելու համար բոլորին եք ծաղրում հավասար, ապա դա սրիկայություն է, ընկերներ ջան։ Հավասարությունը լավ բան է, բայց չէ, հավասարությունը ստորություն, սրիկայություն, կռիսություն։ Չէ, ես չգիտեմ, հետևորդը ինչի է այդպես բան գրել, ես վստահ եմ, որ ինքը իմ ցինիզմին շատ մոտիկից ծանոթ չի։ Աստված չանի, եթե ես ցինիզմով խոսայի, շատ վատ կլիներ։ Այդ ամեն ինչը։ Չէ, իրականում ընդդիմությանը պետք է քննադատել նաև, ընդդիմությանը պետք է բզել, որ իրանց գործը շատ լավ անեն, որովհետև անկախ ամեն ինչից սպասելիքները նաև ընդդիմությունից ինչ որ փուլում ու հատկապես այս փուլում շատ մեծ է, հետևաբար այդ մարդկանց նաև պետք է ասել, որ հելեք, բան արեք, գործ արեք, մի բան արեք։ Այ, բայց այս մարդը հարցնում է, ասում է դուք ում կողմից եք, ասենք մենք մի մարդու կողմից ենք, եւ այդ մեկը դու ես, 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 եւ այդ մեկը դու ես։ Նայեք, լրագրողները ինչ որ մեկի կողմնակից չպետք է լինեն։ Հանրության, այսինքն պետք է սպասարկել հանրության, սպասարկում դու 4-րդ իշխանություն ես։ Ուրեմն լավ չեք հասկացել երևի լրագրողների լրատվամիջոցների դերը ու ուզում եք անպայման ինչ որ մեկի գրպանը գցել, մեզ չի ստացվելու։ Լավ ասի, որտե տեղը դերի։ Չի ստացվել։ Դա ձեր մոտ։ Հաջորդը էլի քեզ են նկատողություն արել։ Փայլակ ջան, ջանով են այդպես մեկը ասել։ Փայլակ ջան, մեկնաբանությունները կարդալուց ավելի ճիշտ չի լինի միայն անունները կարդակ։ Թվերի շարանը իմաստ չունի, կարդալը որ թվերով է կարդում, որ ասել агент 007։ Агент 007 Петричук։ Լավ, նկատի կունենանք, ոչ մի խնդիր։ Նկատի կունենանք, տեսեք ընդունեցինք։ Հիմա այս մեկը Outlaw անունով։ Հիմա 10-29-ը չկարդա։ Ինչա գրեմ, մի հատ նմանատիպ նախագիծել, որ իշխանական լրագրողական ցեխը նախաձեռնի, ու սենց նստեն ձեր ու ձեր թևի վրա մի լավ ղժան, ձեր դուրը կգա։ Հարցնումը։ Հա, հարցնումը, եկեք պատասխանենք, շատ լուրջ պատասխանենք, որովհետև իշխանական ցեխում, հա, որ ընդունված է ասել կա նման բան, խորհուրդ կտանք անպայման նայեք, եւ իշխանականներին չի հետևում, մեզ է նստած հետևում, մի հատ է իշխանական թեմն է, բայց ցեխը իշխանականներում կա Վովան, հա, լրագրող է, կոնե միջև է սպահը, չնայած որ քպեի ցուցակում կա, ինքը լավ էլ մի ուղղորդի։ Չեմ ուղղորդում, բայց ուզում ասեմ, որ կա թող մտնեն այդ ցեխը նայեն, որ հաստատ եւ ոչ միայն լրագրող։ Իշխանական ցեխի բաներին հետևեք։ Մերը ցեխ չի, մերը ցեխ չի։ Լսեք, այդ վերջին անգամ այդ բառը լսել եմ ֆաբրիկայի հետ կապված։ Սովետական միության ժամանակ։ Ես սովետի թվի մարդ է երևի, outlet-ը։ Device outlet։ Outlet-ը դե արդեն
Մի խոսքով կա։ տպեք ձեր գործին։ Մեկը ասես ցեխի բարի չով, հա։ Հետո նախորդ հաղորդման մենք քննարկել ենք, որ հերոսների նկարները պատերից հանում են։ Իդեպ այս շաբաթ էլա նմանատիպ դեպք եղել, Այո։ միանգամից էլ կարանք ասենք, որ շարունակվում է այս առատավոր պրակտիկան Երևանի Արդեն փողոցներում։ Անցումների տայթ Թե 5-րդը։ ու հետաքրքիր էր, որ այդ բանը, հա, ոնց են արդարացնում դրա կողմնակիցները, որ ինձ մեկը շահարկել այդ գետնանցումներում հերոսների նկար ջնջելը անբարոյականություն է։ Այդ տղերքի նկարներն ու անունները ամենուր է ու հեչ պետք չի գետնանցումներում, որտեղ պատերին մեր խելացի ազգը կարիք է հոգում այդ հերոս տղերքի նկարները լինի։ Շատ մտահոգ եք, շատ sense հեգնում, հա։ Ուրեմն այ քեզ բան, եթե գետնանցումներում միզում են, փոխանակ միզողին բռնեն, որ իր բնական կարիքները չհոգա պատերի վրա, նկարներն են ջնջում։ Այդ միզողը կարող է վաղը գնա քաղաքապետարանի պատի տակ միզի։ Ուրեմն այդ բանը քաղաքապետարանի շենքը պետք է փակեն, բան անեն, հա, գնա, չեմ, ասենք լոգիկան չեմ հասկանում։ Չփորձել է արտարացնել իրականում, բայց ինձ որ ասում է ուզում էր լավը ստացավ ինչպես միշտ։ Լավ, էսի RG Beckham-ներ, так что կարելի է հասկանալ թե ինչի արտարացնում։ Այս մարդը բանը, այս մյուս Արմեն Համբարձումյան վրա ասացի, այդ օկտատերն էլ հիշում եք, որ բան արեցինք Աննա Հակոբյանին, որ ասացինք, որ ԱՄՆ-ը գործուղվել որպես կին, այս մարդու մոտ իսկապես հարցեր առաջացել, շատ տեղին, ասում է, եթե զոհվածի կինը ԶԱԳՍ-ի վկայական չի ունենում, պետությունը զոհվածին հասանելի գումարը չի տալիս, իսկապես տենց է հղում անելով օրենքին, թուղթը եթե չկա, ոչ մի արտոնություն էլ չասենք դրան, բայց չես օգտվում այդ հնարավորություններից, չեմ հասկանում ինչ հիմքերով է պետությունը այդքան գումար ծախսում Նիկոլի զուգընկերուհու վրա, մարդու մոտ բնական հարց առաջանում։ Նայ, իմաստը Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Հակոբյանին որպես կին գործուղելու մասին, հասկացա՞ք։ Որպես առաջին կին։ Առաջի տիկին գործուղելու մասին որոշում է կայացրել։ Հա, բայց որ չկա այդ Դե որոշում է, առանձին որոշում է դա կայացվում։ Հա, բայց պիտի դրա հիմքում փաստաթուղթ տնի, ԶԱԳՍ-ի թուղթ։ Այդտենց էլի, եթե տակը թուղթ չկա, կարավաղ ուրիշին գործի, էլի որպես երկրորդ կին, հետո երրորդ կին։ Արդեն այդ մասը, բայց այսինքն եթե ԶԱԳՍ-ի թուղթը չկա, նույնիսկ եկեղեցական օրենությունը բան չի, որովհետև դու արդարացնում ես։ Ես չեմ արդարացնում, ես ասում եմ, որ որոշել է որպես առաջի, այսինքն որոշում է ստորագրել, առանձին որոշում։ Բա ուր է այդ, ինչով է երևում, որ ինքը առաջին տիկինն է։ Այդ կարաս իրան հարցնես։ Ինչով է երևում, բայց ես ուզում եմ ասեմ, որ որոշումը ստորագրվել է, այսինքն եթե այդ որոշումը չլիներ, չէր կարա գործուղեր։ Ոսկե դրան է վերաբերում։ Այս մեկն է կարդամ ու վերջ։ Հա։ Հիշում եք, որ ինձ չեք թողնում խոսայի։ Հա։ Ուրեմն գրել է Անի Ղազարյանը, Ռիփսիմե ջան, դուք միշտ խոսեք։ Դուք միշտ խոսեք։ Сделай. А что я сделаю? Ну и все. Առավելևս որ դուք եք ասում Բարսելոնայի ընկիններ նորից իրար խոսք են գրել, մենք էլ ձեզ ենք փոխադարձաբար սիրում, շարունակենք հետևել Overdose-ին։ Այս աչքս բան մտավ։ Կարող եք էզել են Ինչ։ Տուրու դմփոցի մեջ Վերքը են չէ։ քաղաքապետարանի։ Հենց այդ էլ հուզվեցի, որտեղ պետք է հիշեցել աշկովս Աչքի տակնի կապը տծրել։ Նավսել է։ Նովսել։ Չէ, ավականիում Ես աչքի տակնի կապը տծրել։ Գրիգոր Տերեսա է, Ահա, եթե ճիշտ հա, եմ հիշում, բայց մինչև դեր անդրադառնալը եկեք գանք սկզբից։ Այսինքն արդեն անդրադառնում ենք, թե ինչ ունենք այս շաբաթ, տենց որոշել ենք, որ խոսանք ամենադեմից այդ քաղաքապետարանի վերջին նիստից, այսինքն գրավականով վերջին նիստը, եթե արտահայտ չի լինում, գնում են արձակուրդ, բայց վերջին նիստը որոշեցին, որ պիտի հիշվի կապտուկներով, պիտի հիշվի քֆուրներով, հայոյանքներով ու բնականաբար ծեծու ջարդով, բայց նայենք ինչից սկսվեց, այսինքն ինչից սկսվեց ու շարունակենք։ Ստեփանյանը կանգնեց, եթե ես ձեր տեղը լինեի, այնց խելոք կլռեի, ձեր ցուցակի երկրորդ համարը Ստեփանյանը Մայր Հայաստանի ավականու մասին է խոսքը։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների դատանի որոշում չկա, ապացուցված բան չկա։ Հայտարարություն։ Լավ ձեզ։ Արեստի Արմենն է փամփուկ չէ։ Բայց իրան այս տղայական վիճակները շատ չի սազում։ Ավինյանին է սազում։ Դասատուն ունի։ Դասատուն չեք իմանում ով է։ Չէ՞, Որոշում հանգստացեք, հանգիստ նստեք տեղում չեք հիշում ով է։
Ու նայեք, ստեղից արդեն հելնում են եւ այլն, ու տես տպավորությունը որ անverջ կարելի է նայել հոսող ջրին եւ այս տեսարաններին։ Մի րոպե մի հատ նայեմ։ Լերություն։ Հա, էսի ծեծի մասը չէր։ Չէ, ծեծի մասը չի, ստեղ փորձում են, այսինքն ես որ զգում են տեսնում, այսինքն երբ որ Փամբուխյանը խոսում է եւ այլն նիստը չեն նայում, որոշում են լարեն իր վիճակը։ Չէ, բայց վերջին շրջան միշտ էլ իրանք տենց ասեն, թե շատ ագրեսիվ են։ Այսինքն ընդդիմադիրների նայ այսինքն ընդդիմադիրներն են սովորաբար ասում սադրում են, մենք հանգիստ մեր նիստ ենք անում, բայց ստեղ իշխանականներն են։ Ի վերջո սա Փամբուխյանի ելույթի ժամանակ եւ այլն ընդդիմադիրները բարբերաբար հակադարձել, բայց քանի որ ստեղ ցայները անջատված, այսինքն չի լսվում ընդդիմադիրները տեղից ինչ են ասում, ու դրանից սկսում է արդեն այդ երկխոսությունը, որը շարունակվում է արդեն միջանցքում, արդեն տենց բռունցքներով եւ այլն, եկեք դա նայենք, որ ավելի པարզ դառնա այդ կռիվը։ Բարթոփ։ Մարտեր առանց կանոնների։ Այսինքն նայեք, ստեղից հələ բանն է։ Հիմա դուս են գալիս։ Ինչ են ասում սրան, բազար վագզան։ Հա։ Հեսա նայ որ դու ասում ես աչքը կապծրել են, այս կապույտ Սարոչկովի մասին է խոսքը, որ ասում էր բորենիներով հարձակվել։ Այսինքն, բայց իրոք մի հոգու վրա Դե հա, էլի։ Այդ չեմ հասկանում, ինչ տղերքը խենթ էս մի բանով խմբով հարձակվում մեկի վրա։ Այդքանից հետո իրանց ոնց են հարգում։ Ոչ բոլոր տղերքը։ Լյուս աշխատակազմը։ Հենց այդ է, ոչ։ Տիկնապահները։ Ոստեղ հենց այդ է, էլի, այսինքն ավականիներից բացի ներգրավել են կռվում, հիշում եք նաև ես։ Այսինքն անվտանգության աշխատողներն են։ Եվ նաև քաղաքապետարանի առանձին վարչության աշխատողներ, ու մեկը կար է, ստեղ նաև ակտիվ կռվի մեջ է, հեսա գետնին են տապալում։ Բանը ակտիվ կռվի մասնակիցներից մեկը, հիշում եք Հակոբ Կարապետյանը, որ ուզում ես նայենք նորից։ Չէ, մեկա կադրերը հրի։ Ձայնը շատ բարձ չի լսվում։ Ինչ է հայհոյում են։ Հա, այնտեղ Ավինյանը հանգիստ։ Բայց Ավինյանը որտեղից հայտնվեց։ Ավինյանը Նիստը վարող ինքն է։ Չէ։ Հեսա տեսեք, այս որ քաշում է Սպիտակ Սարոչկովին, այս այդ նույն մարդներ, որը Հակոբ Կարապետյանը հաղորդում էր ներկայացել, որ իր վրա հնարավոր հարձակում իրականացնող անձն է։ Հայկ Մարությանի խոսնակը, հա։ Այսինքն նախկին քաղաքապետի խոսնակի նկատմամբ հարձակում իրականացրածն է։ Հա, փաստորեն հայտնի է իր ակցիաներով քննարկենք մի հատ հասկանանք ես ինչ կատարվեց ուրեմն Փամբուխյանի ասելուց չէ նա տալիս են։ Հա, կադրերը գնում է այնտեղ ամեն ինչ։ Ոնց է շշամարտել է, չէ՞ դա։ Դրա համար է ինձ փրթում էլի sense ասած մեծ ու շատ որ են իրանք էլի ասենք հավասար չէ ներգրավում են քաղաքապետարանի աշխատողներ աշխատակազմ ինչքան մարդ կա քաղաքապետարանում հավաքվում դու դառնում ես փոքրամասնություն ու բնականաբար ծեծ ուտողները լինում են ընդդիմադիրները բայց գիտեք օրինակ ասենք կարար չէ սքանով ավարտվել բայց մի հատ կանայք են իրար ծեծել քաղաքապետարանի ավականու անդամները դե կռիվ հիմա կռիվը սեր չի ճանաչում այսինքն էսի տղամարդն էսի առանձին հատվածներ մի հատ էլ առանձնացրել են որ ինբոքսից վրա էսա հիմա սա էսա կանալ էսի ավելի դու էլ ես սիրում կանանց կռիվներ հիմա նայեք ես տեսարանը որ տեսա Ես հետո ռեպորտաժ արեցի, հիշում եք Գարիկ Գալեյանի, Մխիթար Գալեյանի։ Կադրում տեսար էլի։ Բայց ինչով вообще, արդեն չափալը կորցրել է։ Ով չափալախեց, մեր Հայաստանի ներկայացուցիչը։ Որտեղ ջուր շփեց անի խիչը։ Հիշում եք այդ Անի Խաչատրյանը ասել է, որ ես ջուր շփեցի, որտեվ ինքը ասել էր, որ վերնգի տեղը տոլի այս տիպի ինչ որ վերնգի տեղը։ Բայց մի կարևոր բան կա։ Հիշում եք այդ ջուր շփելու համար Գարիկ Գալեյանը 2 տարի։ Հիմա ուզում ես 2 տարի քեզ փակել։ Ես կխփեմ։ Հա ջուր շփելու համար ճիշտ ես ասում։ 2 տարի դատապարտեցին այդ մարդուն, ազատազրկման 2 տարվա։ Հիմա Անի Խաչատրյանը չէ կարծում։ ՔՊ-ում ջուր շփել, ՔՊ եւ ՔՊ-ամերց ուժերի էլի ջուր շփել, շիշ նետելը ոնց որ շատ ասես շիշ նետել։ Այստեղ մենակ ջրով չսահմանափակվեցին, չափալախել կար։ Հա, բայց բան։ Այսինքն եթե հələ ջուր խփելու համար ինչքան դատեցին 2 տարի, ավելի քան 2 տարի։ Ուրեմն չափալախնել պլյուս քանիս է դառնում։
4 տարի պետք է նստեն գոնե։ Որ 1000-ից գրկով։ Բայց այդ պատճառաբանությունը լսեցիք, որ շիշերն էտել քրպականներից, ասես ես թափության կոչ եմ արել դրանով։ Այս նոր տեխնոլոգիա է, այսինքն կրիվները հանդարտեցնելու նոր տեխնոլոգիա է, այսինքն այդ ընթացքում նաև ավականի անդամներից մեկը շիշա շպրտել ու չի կպել ոչ մեկին չի կպել ու ասում է որ ինքը հենց տենց է արել այդ շպրտելը որ ոչ մեկի չի կպնի եւ դա հանդարտության կոչ է եղել կուզեք նայենք այդ մասը չէ մինչեւ հանդարտության կոչը մի հատ շատ կարճ որպեսզի նաև չասեն էլի որ դուք ընդդիմադիրների եք մենակ զանգում իրանց եք բանանում կարճ մի հատ տեսնենք կվերցնի թե չէ Անի Խաչատրյանին մի հատ ասենք էս նստելու այդ արփի ասացի հետ կապված տեսնենք ինչ կարծիք ունի նոր անցնենք առաջ եթե իհարկե ընդ որում տես մենակ Անի Խաչատրյանը չի Յովհաննիսյանն էլ էր ջուր Հաժակյանի վրա նրանք ովքեր որ իշխանամերձ են իշխանասեր են այս այդ կարգի կատեգորիայի մարդիկ են այդպիսին են համարվում իրանք չեն պատժվում Չի վերսում տեսակ բայց Messenger-ով Ժաննա Ալեքսանյանը տեսակ ինչ էր գրել Անիի մասին հա որ ժամանակին ուրիշ ձև էր փոխվել է եւ լավ ինչ են անցանք առաջ հա ինչ էիր ասում այդ շիշ շպրտելու հետ կապված էլի այսինքն նայ ԿՊ-ում ունեին չէ տենց մեկը ով հայտնի էր ոչ շիշ բռնելով բայց տենց եւ այլն շպրտելով այսինքն շիշ բռնող ունեն հա հիմի կա նաեւ շիշ շպրտող եւ ով այս շիշ բռնողը նաեւ շպրտող էր մոռանում այո մի անգամ է շիշ էր շպրտել ով ասերյան Օհանյանի օգնությամբ բանը օգուտությամբ ով էր շիշն էտեղը ոչ Օհանյանն էր Հայկ Սարգսյանի ուղղությամբ հա ճիշտ է Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ իսկ իմ շիշ շպրտել դուք եք ասում չի ուղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկը հանդարտության կոչ ա եղել կարելի ասել ու սեղանին է շիշը դիպչել այսինքն ինչ որ անձի չի դիպչել շիշը Այսինքն շիշը շպրտել ասում հանդարտության կոչ է Հիմա մենք կարող գնանք իր ուղղությամբ շիշ շպրտենք ասենք հանդարտության կոչ ենք անում Չէ դու չես կարող որովհետև դու Ինչ եմ կարող կռվի մասնակից չես Այսինքն նա երբ որ լրագրողները որ կռվենք, այսինքն ես ճեպազրույցի ժամանակ ով ինձ խանգարեց, ես այդ շիշը կշպրտեմ, ասում եմ հանդարտության կոչ է։ Հա շատ լավ բացատրություն է։ Շիշի ջուրը վարչապետի վրա կթափվի, ոնց որ այն ֆակտորի բանավեճի ժամանակ, որ Յովհաննիսյանը ջուրը շփում է Խաչակյանի վրա, կողքի մարդն է տոժում սկսում։ Հա չեմ տեսել։ Ծորիզաներ էլի։ Անի Ալիսյան, դու ադրբեջանա-թուրքական Գեորգ Շարասյան մասեր Չէ, ադրբեջանա թուրքատան է։ Այն ասա, արի։ Ադրբեջանա թուրքատանը դու ես։ Չվիրավորեք, ես չէի ուզում։ Չվիրավորեք։ Ադրբեջանա թուրքատանը ո՞րն է։ Ադրբեջանա թուրքատանը ո՞րն է։ Վերջ, փակում ենք հաղորդումը։ Էն ինչ որ դու պաշտպանում ես։ Յոնիսյանի մասնակցությամբ։ Կողքի մարդն է անում թաշկինակը սրվում։ Նայեք, բայց իրականում հա այս Սևանը լավ չէր թիրախը բռնել էլի։ Այս թեմայով վերջի տեսանյութներ կարանք նայենք ինչներ այդ ծանր հրետանիներ էր, որտեղ ինքնիստը չէր վարում, բարբերաբար Փամբուխչյանների ինչից արդեն ասեցինք, որ սկսվեց Ավինյանը խառնվեց, տենց հանդարտացնում էր ու այդ լավ այդ հանդարտացնելը չէր ուղեկցվում ինչ որ բաներ շպրտելով, ինքն էլ կարար չէ, այդպես այդ Բայց բանը։ հանդարտացնում էր Ավինյանը, թե հակառակը։ Միջանցքում որ ասում էր հանգստացեք, տենց ոչ էր անում, եկավ ամբիոնի մոտ լրիվ ուրիշ, տենց կաշիները կքերտենք, խծանումները կբացենք։ Այդ Ավինյանը Դե ասեց հետո Հետո այդքան մաս եկեք նրեք, կաշի քերտովես ճամփը կբացի։ հանդարտության կոչ արել։ Այ հենց այս սենց պետքա ընտրակաշարքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու են։ Բոլոր ընտրակաշարք բաժանողներինը։ Բոլորինը ու այո պարոն Թորոսյան այն կոնկրետ ընտրակաշարք բաժանողներինը, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել։ Կաշիները քերթվելու է։ Ես ձեզ խոստանում եմ։ Այս ձեր աչքի առը։ Հավատում Դուք էլ ծափեք տալու։ Նայ, դուք էլ ծափեք տալու, հա, դուք էլ ծափեք տալու, բայց այս մի բան էլի ասեմ, այդ որ ասում էր կաշիներդ քերթվելու են խեր աչքերը փակում, այդտեղ պատկերացնում էր տեսարանից էր վախենում, ինչ էր անում։ Հələ մի հատ ասա կաշիներդ բաց աչքերով ու ասա փակ աչքերով, էֆեկտը զգա մեզ են ասա։ Կաշիներդ քերթվելու Հիմա փակ աչքերով։ Բոլորին։ Կաշիներդ պատկերից ավելի վախենում։ Բայց իրականում Ավինյանը միջև այդ կաշի քերտելը կարար օրինակ ճանապարհների վիճակը բարելաver Լսի, քերթեր նրանց կաշին, ովքեր պիտի սարքեն Կիևյան կամուրջը չեն սարքում։ Ովքեր օրինակ 6 ամսով մի
հատ խաչմերուկ են ուզում վերանորոգեն։ Դու պատկերացնեք, օրինակ Արինբերտի է տարածել էր այս վերջերս քաղաքապետարանը, որ հունիսի 29-ից դեկտեմբերի 9-ը մի հատ խաչմերուկ են փակելու ու սարքելու են։ Օրինակ կարելի է Ավինյանին ուղարկել տեսանյութեր, թե ոնց են զարգացած երկրներում, օրինակ մեկ գիշերով ճանապարհներ կառուցում, քաղաքներ կառուցում, այսինքն լավ Մոսկվան մի օրում չի կառուցվում։ Մոսկվան մի օրում չի կառուցվում, բայց հիվանդանոց հիշում եք կորոնայի ժամանակ որ կառուցվեց մի անգամ։ Չինացիները հիշում եք, 2 շաբաթում այդ հսկական հիվանդանոցը։ Իսկ ստեղ դա չինացիներն են որտեղ չէին աշխատում, որը ասենք լավ էլ չեն տեսնում։ Որ սենց էլ գիտես լավ չէ տեսնում։ Ես տեսել եմ Կիրակի օրը մարդ մադա չկար։ Բայց Կիրակի ոչ աշխատանքային օր է, ինչ ես ուզում։ Ես ասի դու ինֆարկտ կստանաս այդ հանգամանքից, փաստորեն լավ էլ ուրախ ես այդ։ Ես Կիրակի չեմ հելել այդ կողմերը, բայց ինչևից է, քանի որ Ավինյանը առաջարկում էր ծափ տան, եկեք մենք այդ ծափ տանք։ Ում, ինչի է, ինչի։ Ծափ տվեք ասել։ Ես իդ լավն է։ Ծափ տվեք արա։ Բրավո։ Բիս։ Լավ, որտեղ մեր 5 կիլո ծիրանը հասել է Եվրոպա։ Էլի բան։ Երեխեք, բայց ես առաջի կադրը որ տեսա, ես թվաց ձույա։ Ասես ձվերախ է առած նկարել։ Այ յաչեք եկո որ տարել է։ Նայ, դե չէ, 5 կիլո հասել է, մնաց ինչքան։ Ահա, քիչ մնացել է, բայց մի քանի տոննա։ Մի քանի հազար տոննա։ Բայց որպեսի բարձրանա թե ինչի մասին է խոսքը եւ ոնց է այդ ծիրանը հասել ու մոտ է հասել ու ով է լուսանկարարել, եկեք նայենք մեր գործընկերներից տեսանյութ։ Հա? Ինչ? Ով է լուսանկարարել? Հեսա կտես։ Մանիպուլյացիոն։ Չէ, Գարնիկ Դանելյանը ժանրից շատ առելիք։ Մանիպուլյացիա, հաշվեք, ծաղր է անվանում Հայաստան խմբակցության պատգամավոր Գարնիկ Դանելյանն այս լուսանկարը։ Հիմա պաշտոնյա Մարտակոսը Հայաստանի ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանի հետ 7 հատ ծիրանով լուսանկար է տարածել X-ի էջում ու կից գրել, թե հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբականակը Եվրամիություն է հասել։ Հիմա ասենց խրոխտ հայացքներով եւ այսպես ասած իրենց ոճին համապատասխան մանիպուլյացիոն ձևով փորձում են ֆոն ստեղծել, թե իբր այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի գյուղատնտեսությունը, ինչ որ առումով փորձում են այս իրավիճակից ելքեր որոնել, բայց ապարդյուն։ Այսինքն է Գարնիկ Դանելյանը, ախպեր դու ծիրան առել ես, որ քննադատում ես։ Уже неделю ем одни яйца։ Որ իշխանություն չի արտահանել, պետք է ինդիմություն մեղավորը ծիրան չի առել։ Լավ դու հումոր եմ անում։ Լուրջ։ Մարդը 2 կիլո անել կպրծները։ Ձերտանը չի փչացել։ Չէ, մենք այդքան շատ չենք առնում, որ ուտեին 1500 դրամ է մեր մոտ ծիրանը։ Թանկ է, հենց չի որ մնացել։ Իրականում ես էլ ետ ուզում ասեի, որ հենց չի որ ջրի գնով տալիս են, մենք էլ չենք։ Մի մանդարի շուկայից գնա։ Հիմա ծաղիկն ու լոլիկն է ոնց որ ջրի գնով արդեն։ Հա, ուզում ասեմ ծիրան թանկ է, հենց 101 հատ վարդը 15000 դրամ։ Հա, ծաղիկը էժանացել է, դե անցյալ անգամ էլ խոսացինք։ Ծիրանը թանկ է, բայց բանը հետաքրքիր է, որ հերիք չի ծիրան ձեռը կրակն են, չգիտեմ ոնց խուրդ են սենց ասած, սիս պուճուր լավա բան ինչա դուխ տուփի մեջ չէ բայց մի ուրիշ բան եք դուք առաջի հայացքով տեսակ ящикով տարել էին էդի պրոստը նկարվելու համար էր եկեք հույս ունենանք այդ նկարը որ տեսակ մտածեցիք ծիրանը հա ինչի մտածեցիք ծիրանը այդ նկարը որ տեսակ խառնե հա լրիվ եվրոպացիների նման մոզես ման գալիս ծվի մեջ բայց իրականում ասեք նայ ծիրան արտահանվել է շալախ ծիրանն էր մեր շալախ ծիրանը ծիրան պակուշայ Գիլաս պասմատրի Ծիրան արտահանվել է, այդ մասին ասել է Գևորգ Պապոյան, դե որ ինքն էլ ասում եմ, մենք չենք էլ կարող չէ վարկյան անգամ կասկածել, բայց քանի տոննա, որ երկիր, Եվրոպայության, որ երկրներ ագնաց է եւ այլն չի ասում։ Եա, բայց այսօր կառավարության նիստում Միրզոյանը բան արեց, ասեց մեր միրգ բանջարեղեններով հետաքրքրություն ունեն, ծիրանով միրգ բանջարեղեններով, որ երկրները դու մի հատ մտածի Ռուսաստանի այլընտրանքը, որը կլինի Թուրքիան եւ Իրաքը։ Մեծ հետաքրքրություն Բայց չէ, հետաքրքրություն ունենալը այլ բան է, եւ ձեռք բերել այլ բան։ Մենք ենք առանց շատ բանի նկատմամբ ներկայացնում էր, այսքան 100 տոննա, 1000 չգիտեմ ինչ, այդքան ներկայացնում էր, չէ՞, Պապոյանը այս թվերը եւ այլն, էսի սենց այնին էց, բայց Փաշինյանն է ասած այդ թվերը մեզ ոչ մի բան չի ասում, իրականում այս վերջերս չեմ հիշում ում գրառումը կարդացի, համեմատություն էր արել,
36,000 տոննա այդքան էին այս ընթացքում արտահանել, բանը ու իրանք ընդամենը եսիմ քանի 100 տոննա, այսինքն հազարների եւ եվրոպացիներն այլ ստանդարտներ ունեն, որոնց մասին զգուշացրել են, չէ, հայաստանցիներին եւ հայ արտադրողներին։ Երեխեք իմ համար աբսուրդ է։ Կարող է ամեն ինչին, բայց Իրանի ստանդարտներն է, ոչը թեքա, չի։ Հիմա տեսեք, սեզոննա չէ լոլիկի, ըստ այսօրվա բանի հրապարակած տվյալի 150 տոննա ընդամենը արտահանվել։ Էդի շատ է թե քիչ։ Ինչ 150 տոննա։ Ես մի հատ հատատանի 150 տոննա։ Մի հատ լեչո պագի, բայց ես մենակ լեչա եմ պագում, մնացածը հապի վրա։ Շատ տնարար է, հա։ Բայց ամեն դեպքում ամեն դեպքում կար ստեղ մի տեսանյութ, որտեղ ինքը թվեր է գրել իր Facebook-յան էջում, այստեղ խնդիրն է հենց այդ է, որ եվրոպացիները ստանդարտներ ունեն, որոնց պիտի համապատասխանի մենք։ Որ ասիր քտիմազություն են անում, դիտենք այդ տեսանյութը, թե ոնց են անում, Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հունիսի 19-ից 21-ը 371 տոննա ծիրան է արտահանվել, միայն թե Պապույանը չի գրում, թե որ երկրներ։ Եթե անգամ հայկական մրգից 20 կիլոգրամանոց արկղով ֆոտոսեսիա անեն Հայաստանի իշխանավորները եվրոպացի չինովնիկների հետ, Գառնիկ Դանելյանի խոսքով չեն լուծվելու հայ ֆերմերների խնդիրները։ Հայկական արտադրանքը անհամատեղելի է եվրոպական ստանդարտների հետ։ Հայաստանում Եվրամիության դեսպանն է անգամ զգուշացրել, որ Եվրոպան որակի հաշվին զիջումների չի գնալու։ Եղավ ձեզ, այսինքն ստեղ դրա համար մարդիկ մի 7 հատ են տարել, որ տենան փորձեն տեսնեն ամեն դեպքում դուրերը գալիս են։ Էդի բանը, օй նմուշներն է տարել, որ ուտեն տենան, որ եղավ Ազիզ ջան, համը եւ այլն։ Եղավ Ազիզ ջան, ուզում եմ գտնեմ այդ հայկականությունից մեջս խեղդում է, ուզում ասեմ մեր ծիրանին հավանչեք, մեր արևաշող, արևահամ, ընտիրություն, մեր դեղցը ծիրանը մի խոսքով, հա, մի ախորժակ բաց, մի ախորժակ։ Պամիդորով ձված։ Բայց իրականում չէ, խնդիրը ստեղ այն է, որ գյուղատնտեսները հիմա լուրջ խնդրի առաջ են կանգնելու, ու այս խնդիրը։ Ու իրանք խոսում են 76 տոննա արտահանվել է, չգիտեմ ինչ։ Այսինքն պայմանավորված է քաղաքական գործընթացների հետ, ինչը չեն թաքցնում նաև հենց արտադրողները, որովհետև ասում են, որ ֆուրեր չեն հանդիպում այլևս իրենց համայնքներում, որ նախկինում միջև բերքահավաքը գալիս էին, արդեն պայմանավորվում էին, իրանք էին գնում գյուղերը, գյուղամեջ էր կոչվում գյուղապետարան։ Իդեպ լոլիկի արտահանման այս հարցերը բան եղած, հիմա էլ բանի, հերախոսի ներմուծման ինչը։ Գտա, տեսեք, 882 տոննա կեռասը արտահանվել 882 հա 25-ի դրությամբ մոտ 40 տեսեք մոտ 40 տոննա մանր քաղցր խնձոր են շաքարկենի որ ասում են էտա երևի 100 տոննա թութ թուզ հաղարջև մոշ 87 տոննա 87 տոննա ելակ ազնվամորի լիշ խղճուկ թվեր են 140 տոննա լոլիկ Ես ավելի շատ է ասել 150 ասել։ Ամեն ինչին անուն եք դնում, այդքան է որ բաշարել ուղարկել են գոյել։ Կարա ինչ է 0 լինեին, այդ բոլոր թվերի մոտ 0, 0։ Բայց եկեք մի բան էլ հաշվի առնենք, բայց հիշեք, մեզ չի որ ընդհանրապես Եվրոպա չի արտահանվել։ Միշտ արտահանվել է։ Այսքան պալյուբոմու գնալու էր Եվրոպա, Ռուսաստանի փայաբաժինն է կտրվել է։ Ես չեմ հիշում, բայց փորձագետներից մեկի ստատուսում եմ ոնց որ կարդացել, որ ամեն դեպքում նախկինում շատ ավելի արտահանվել այս սեզոնին, այս ամիսներին, քան հիմա ունենք։ Իսկ մի բան էլ քչացել է։ Հիմա նայեք, բայց ուրիշ հարցի վրա են մերոնք կենտրոնացել։ Այսօր կառավարության դիսկում Փաշինյանն ասեց հերախոսների ներմուծման այդ սեյֆ շուկայի դարաշրջանը փակում ենք։ Ու ինչ է լինում, ասենք մարդկա խոսքի գալիս է Դուբայից։ Բան տարօրինակ չի, որ Հայաստանում հերախոս ներկրող ընկերությունը ամենամեծ հարկ վճարողն է։ Դու կարծում ես Հայաստանում այդքան հերախոս ու պլանշետ են առնում։ Չէ, տարանցի գոտի չի։ Տարանցի գոտի չենք, բայց նա սև շուկա։ Եթե սև շուկա լիներ, հարկ չէին վճարի։ Բայց մի ուրիշ բան էլ կա, փայլակ։ Բերում են այստեղ, այստեղից տանում են Ռուսաստան։ Տարանցի գոտի է ինքը։ Դրա համար ինքը դարել է Հայաստանում։ Սրանը պատժում են Ռուսաստանին, որ մեր հերախոսները երեսել չեք տենա, ճիշտ է հասկանում։ Այսինքն դրա դեմ առնա, որ չտան է Ռուսաստան, որ իրանք էլ ընդեր Ռուսաստանը հերախոսի կարոտում։ Տեսեք այդ չկարանան զանգել Skype-ով բարեկամները։ Չէ, կնոպկա հերախոսներով էլ։ Դուք վերադարձեք դրանց դարաշրջանեն։ Բնե Նոկիաները։
Սամալոտ անցավ, լավ։ Թե երկրաշարժ էր։ Կգնաց։ Թե երկրաշարժ էր։ Ինչ կգնաց։ Դուք ողջ եք։ Ինչ էր միացրել։ Դուք ողջ եք։ Թե ես ձեր հետ հաղորդում եմ անում նաև հանդերձյալ կյանքում։ Ինչ է։ Միասին հաղորդում ենք անում։ Կարող մեռել ենք արդեն։ Բայց ոնց որ երկրաշարժ էր։ Հա։ Համար չէ, հանգստացի։ Մրգի հերթական խմբականակը օդ բարձրացավ։ Հա, բայց ինչ էր ասում Փաշինյանը, ասում է այդ անօրինական, եթե հեռախոս բերեք, դրանով մաքսիմում որ կարակ անեք, պոպոկ կարակ ջարդեք։ Պոպոկ ջարդելը չգիտեմ, բայց մենք անցնենք։ Չեմ պատկերացնում iPhone-ով պոպոկ ջարդելը։ iPhone-ը ափսոս է, բայց իրավաբաններ Nokia-ն է դրա համար հարմար։ Հիշում ես տենց հեռախոսներ կային։ Հիշում եմ։ Երբ ինչին եք։ Ես էլ եմ հիշում։ Լավ է դու հաջողը։ Ինչ ենք նայում։ Ինչ ենք նայում, չէ, ինչ կարանք նայենք իրավաբանների շնորհքով ներխուժման հերթական դեպքը։ Այ լավն է։ Ներխուժել են Իշխան Սաղաթելյանից տուն։ Գործը հարուցված դեռ կարգավիճակ չունեմ, հավանաբար չէ կանչել են հարցաքննության, փորձեն այդ ժամանակ։ Բայց լավ տներ չէ, շենքներ, բիզնես կենտրոններ։ Հետո քննարկեք, որ դահակը պարտավորությունները այսպես ասած չկատարելու համար քննարկել Այս խմբով դուք չեք պատկերացնի, այսինքն ամբողջ շենքով, բան, ասենց ծիծաղելի է, էլի լուրջ եմ ասում։ Մեքենաների մեջ ինչ էին քննում։ Փող։ Բայց ինչ է ուրախանում։ Այսինքն ծիծաղելի է, ինչ ասեմ։ 8-ին Այն ինչ էին ասում, շնորհքով ներխուժել են, հա։ Այո։ Օրենքի Առաքել Մովսիսյաններ, չէ։ Այո։ Այսինքն ինչ է ասա, Առաքել Մովսիսյան, որ ասում ես լավ չի։ Հա, դերսեի որ Իրան ավելի շատ հայտնի է, այսինքն ինչ է եղել, ասում է դահակն ինչ որ կալանկա դրած եղել, դահակում ինչ որ խնդիր է ունեցել, այսինքն բռնականացման խնդիր չէր դա։ Բռնական դե ինքն էր ասում, որ բայց ինչ որ ոսկեղեն են դարել, ուզես զանգենք Իշխանի Սաղաթելյան, տեսնենք կարող ենք ավելի ճիշտ ասի։ Չէ, դա ՀԿ-ի հարց չէր, ուրիշ հարցով էր։ Դահակն էր, հրի։ Դահակն էր։ Դահակը չպարտավորություն չկատարելու համար։ Այսինքն դրա համար են եկել, դրա համար։ Հա։ Մի հատ զանգի իրան, տեսնենք։ Հետո հաղորդագրություն քնչականը տարածեց։ Չէ, բայց էդի դա ՀԿ-ի պարտավորություն չէր, ուրիշ բան էր։ Չէ, դահակը էր։ Ինչ էր։ Վայ, զանգում ես, դու զանգի, ես մի հատ ամեն դեպքում հեսա կնայեմ։ Ժանք։ Խնդրեմ, դրապես կինես։ Հա, Յանի պատասխանեց։ Պարոն Սաղաթելյան, բարև ձեզ։ Օվերդոզի շրջանակներում եմ զանգում, եթերում ենք էլի, ես Փայլակը ու Արփին Սուքիասյան։ Մի հատ բան ենք ուզում ճշտել, ձեր տան ներխուժումից էինք խոսում ու բանը, ես դա ՀԿ-ի հետ կապված էլի վերջո այդ ներխուժումը մի քանի բան ճշտենք էլի։ Դա ՀԿ-ի բանն եք չմուծած, դրա հետ էր կապված։ Երկար չեմ կարող։ Հա, կարճ թեկուզ։ Ինչն է, ասեք, խնդրեմ։ Ինչի համար էի ներխուժելի վերջո։ Շնորհքով։ Շնորհքով։ Ներխուժել էին քննչականը հայտարարություն է տարածել։ Հա, դե Ակտը չկատարելու, որ իրականությանը չի համապատասխանում եւ կալանքի տակ դրված գույքի նկատմամբ գործողություն անելու, որը եւս իրականությանը չպատասխանում։ Պարոն Սաղաթելյան, ինչքան նոծակտ էր։ Ինչի մասին է խոսքը, այսինքն մեքենան եղել է կալանքի տակ քշել եք, տունն է եղել, մտել եք, ինչի մասին է եղել խոսքը։ Նախ որ ասում են մեքենայի մեջից զարդեր են գտել, գումար բանը սուտ է, այտենց բան չկա, դրա արձանագրությունը որ մեքենաների մեջից ոչ մի բան չեն գտել։ Ասենց երկար պատմություն է, էլի ասենց կարող եմ ասել, ծայր ապօրինի ըստ էության շորթում է տեղ ունենում, ասենց ասեմ։ Այսինքն եկել ձեր տան փողերը, ոսկիները հավաքեն տանեն։ Հա, էլի։ Հա։ Շատ բան են տարել։ Շատը հարաբերական է, չգիտեմ շատը։ Կարող է հանկարժեք իրեր էլ ասենք։ Զարդերը ու ընթացեք ինչ-որ գումարներ։ Լավ է, Հանգանոց զարդեր։ Ոսկի մատանի բրլյանտի քարով։ Հանկարժեք վազեր չեն վերցրել, չէ։ Ասի գումարներն էլ սենց ասեմ։ Լուրջ։ Ինչը։ Երեխեքի կասի գումարները կմեռնեն։ Ոայ, Ինչքան նոց եք հավաքում։ 500։
Չեմ հետևում երեխեքի կասի պարունակությունը։ Դաժե հետ են տալ, այսինքն ձեզ կոպեկից, այն որ ասում էր կոպեկ առ կոպեկ վերադարձ հետ են բերելու Փաշինյանը, այս նկատի ուներ, կասի կոպեկներով հետա բերում, հա, հետա։ Բայց այդ հաճա հետա բերում։ Կարգավիճակ չունեմ, բայց ըստ էության քննչականի հայտարարությունը քորքի մեջ մեղադրանք էր, էլի։ Մեղադրանք, որ բան եք, տնօրինել եք գույք, հա, ճիշտ եմ հասկանում։ Բայց ինչ գույքի մասնախոսություն։ Բայց ինչ գույքներ, ի վերջո իսկապես չհասկացանք տենց էլ, ինչ գույք եք տնօրինել, որ կալանքի տակ ա եղել, տնօրինել եք։ Ինձ պատկանում գումարը։ Հա, էդ։ Բա եթե կալանքի տակ ա եղել, արգելանքի տակ ա եղել, ո՞նց եք տնօրինել։ Կալանքի տակ չէ, այդ սուտ պատմություն ա, էլի նա։ Այսինքն հա։ Բացատրեմ սնտ ոտի վրա։ Բա մենք չենք հասկանում, մա ո՞նց հասկանանք։ Մենք նստած ենք, ոտի վրա չենք։ Այդ հարցով ես եմ ոտի վրա, երեք բարձաբանում եմ տվել, եթե հետաքրքիր է, ընդամենը 3 րոպե եղեք, կարող եք դրանից օգտվել։ Հա, վիդեո եք նկարել, բացատրել եք, սաղ։ Նա փաստաբաններն հայտարարություն տարած։ Հա, լավ, մի խոսքով ասում եք, որ սարքում են ձեր գլխին։ Փորձում եմ։ Հերթական անգամ։ Լավ, պարզա։ Իսկ նպաստանը հոդվածներով էին գալի։ Հա, այս անգամ որոշ գումար են տան, վերջ դա բայց է։ Հա, սահմանադրական կարգի տավը, դե վատա որ բանը, թավիշը գործել է։ Բա թավիշն է գործել։ Բայց այդ ոսկիները շատ էին, ի վերջո մի հատ։ Ավելի ռոքսիմը ջանին, Պարոն Սաղաթելյան, բայց մի բան եմ չունեք, ասենք չգիտեմ, բիժուից եսի ինչ էլի մա։ Բիժում։ Բայց ուզում եմ հասկանալ, ասենք այդ տարիքով մարդիկ։ Լավ, երեխեք այսքան էլի։ Բայց աբսուրդ է, տարիքով մարդիկ, դե վերցրել են երեխեքի կասերը գնացել։ Պարզա, մերսի, լավ, պարոն Սաղաթելյան։ Հա՞։ Փողա, ուր դե ա դրած։ Նորմալ է, որ հասուն տղամարդիկ քննիչներ գնացել են, վերցրել են երեխեքի կասերը, երեխեքի աչքի առաջ տարել։ Դե հիմա կարող է դոլարով կասեն հա, կամ ինչի $100 է եղել այդ կասի։ Հա դե կարային կոտրեն, տեսնեին մեջ ինչ է, այդ երեխու կասը գոն բարինակ ունեցվածքն է եղել։ Բա որ բարձի 10-20 դրամ։ Այդ տան, որը հիմա իրանց համար Դրա համար էլ վիդեո եմ ասում, փող էին Դուք չեք հիշում, այն ժամանակ ԴԱԿ-պետը Միրան Պողոսյանը, որ երեխու բանի զուգարանի այդ բանի վրա կալանք էր դրել։ Ինչ էր արել։ Երեխու։ Ինչ էր արել։ Գարշոկի վրա։ Գարշոկի վրա կալանք էր դրել։ Այսինքն։ ԴԱԿ-ը կալանք էր դրել։ Գարշոկը ոսկուց էր։ Չէ։ Բա, այնում զուգարաններ ոսկուց լիֆտի դռները։ Մի րոպե չհասկացա, պլաստմասե գարշոկի վրա կալանք։ Չգիտեմ, պլաստմասե էր թե ինչից էր, կարող է այն մասաժնի գարշոկներից ա եղել, երաստություն միացնում են։ Հա, թեյքո։ Ջրվեժները ահուսում են։ Գարշոկի վրա կադրում է։ ԴԱԿ-ն ես հիշում եմ տենց դեպ գարշոկի վրա կալանք էր դրել։ Եթե գարշոկի դրած գարշոկին կալանքը։ Եթե գարշոկի վրա դրել են, ուրեմն բայց երեխեք դու երկու տղա ես մեծացրել, երեխեքը սովոր են, չէ՞ իրանց գարշոկ դերին։ Վերցրած տալում են այստեղ երեխեք, երեխա։ Իմ երեխեք արդեն մեծ է։ Չէ, բայց դες փոքր ժամանակ գարշոկին, հա։ Դե կարային երեխուն բացատրել, բալի կալանքա դրած ոչ չգնաց։ Իսկ մեր երեխեքը շատ դաստիարակված էին, շատ խելոք մամային լսում էին, հիմա դե չգիտեմ, ինչքան ժամանակ է չեմ տեսել։ Չէ, չես հիշում, մեկ անգամ քաղաքից դուրս էին գնացել, ուրեմն լրագրողներով գնացել են ու հրիփսիմ են բերել էր տղեկից մեկին էիր բերել։ Խոճոճին ինչքան ցույց փոքր ժամանակներից ցույց էր, հանրահավաքներից մասնակցել։ Որ հացմածը պետքա սարքեինք ուտենք, մի քիչ կենկոմ գետ կար, այդ երախուն ասեց, տենց արի գնանք այդ գետի մոտ եւ այլն, ու իջնում ենք այդ բանով, որ միջև հասնենք գետը, ասում եմ, բանը ինչ էր անունը, արի մտի գետի մեջ, բաբանը մամային հարցնեմ, ասում ախպեր ջան, լավ չէ։ Ոսկի խուստ արել ես գետը մտնես որի։ Ոտերը պիտի թրջեր, ասում մամային հարցեմ, ասում լավ չես, մի հատ է բարձրանակ, որ մաման ասում հա, նորից իշ։ Հեռախոս չկար այդ ժամանակը։ Չէր բրդում։ Դու չվստահ ես երեխա իրան։ Հա, էլի, ոչինչ, հեսա վաղը միսօր դու երեխա կունենես, ես քեզ այն ժամանակ կասեմ։ Կտանես գետը, կասես ջուրը մտցնի։ Կարող ոտերը չպլաղցի ինքի ջուրը։ Բայց ինչ անենք, անցնենք առաջ։ Անցնենք։ Ասա ինչ ունենք էլ շաբաթ։ Իշխան Սաղաթելյանից հետո էլ ինչ ունենք դու ասա։ Չէ, Իշխան Սաղաթելյանից հետո ունենք որ օրինակ նայեք իրավապահ համակարգը մենք մեկ անգամ չէ՞ լի որ խոսացել ենք որ բանը դատա իրավական համակարգը ընդհանրապես բավականին մեղմ է, այդ բառն շատ մեղմ ասված
մեղմ է այն մարդկանց հանդեպ, որոնք թող ասեմ ԿՊԱ-ական են, ԿՊԱ-մերձ են, հարում են ԿՊ-ին, չնայած որ օրինակ տարիներ առաջ օրինակ կարային ունենային շատ ուրիշ կարծիքներ, Հելլեին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեին, թղթեր գրեն ու մի խոսքով Արուշ Արուշանյանի մասին է, ով այս շաբաթ արտարացվեց։ Ու գիտես խնդիրը որն էր, որտեղ մի պատահական չէր, որ մենք միջև այդ քննարկում ենք, որ Փաշինյանի քարոզարշավներին ինքը ծափ էր տալիս, եւ հիմա արդարացվեց։ Բա ինչ էիք ուզում։ Ծնունդների էր մասնակցում, դրան էլ կհարադառնանք, բայց այդտեղ նաև խնդիրն էր, որ դες բավականին ագրեսիվ լրագրողների հանդեպ եւ այլն, հա, ինքը։ Բայց ինչ են կարել։ Որովհետեւ լրագրողը օրինակ հարցնում է, թե այսպիսի քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիների հետ եւ այլն եւ այլն։ Դուք հաշտեք դրա հետ, հա։ Հաշտեք կապրեք ու եկեք նայենք տեսանյութը։ Հա, այդ մասնալը տենա։ Դուք քանի որ ժամանակին նշում եք, եթե իշխանության համար հաճելի է կամ իրենք ցանկություն ունեն գնալ Ադրբեջան կամ ապրել ադրբեջանցիների հետ, թող անեն։ Դուք չեք կիսել, չէ, իրենց քաղաքական հայացքները։ Հիմա ուզում եմ հասկանամ որևէ բան է փոխվել, դուք օրինակ կապրեք ադրբեջանցիների հետ կամ կուզեք գան Հայաստան։ Ստեղ պայթում է սա, հա։ Նախ այդ հարցը ձևակերպելուց առաջ մի հատ փորձեք դուք հարցալ, դուք вообще ինչ ունեք արած տենց այդքան որ ձեզ իրավունք եք վերապահում ինձ նման հարց տամ։ Օրինակ իմ կյանքը ինչքան մարտեր են եղել, որովհետեւ մեկը չի կարող այս երկրում կանգնել ասել, որ ես մի հատ մարդ բաց եմ թողել կամ մի րոպե փորձել եմ մի մետր խրամատի ցենկում գտնվեմ իմ կյանքը փրկելու համար։ Տենց որովհետեւ մահկանացու գոյություն չունի, որ կարող ինքը նման իրավունք վերապահի նման միտք արտահայտվի։ Հետևաբար դուք առհասարակ դուք իրավունք չունեք ինձ նման հարց տալու, որ դուք Ադրբեջանում դուք գնացեք ապրեք եւ այն մարդիկ, ովքեր կարող են իրենց իրավունք վերապահել ինձ նման հարց տալ։ Ես շատ բարի։ Եթե հունից անում այն հարցը, որ դուք ուղղակի ձևակերպում եք, դուք ուզում եք ադրբեջանցիքի հետ ապրել։ Ասացի ուզում եք, ես ասացի դուք հիմա։ Ես ադրբեջանցիքի հետ ես մի հատ խնդիր ունեմ։ Առհասարակ մեր 29700 քառակուսի կիլոմետր տարածքը Աստծո օրհնության որը հնարավորություն ունի դա այդ քառակուսի կիլոմետր մեծացնել։ 700 Նախ որ քառակուսին է 743 է դարավ 700 Այն 3 կտրեց։ Չէ, 43-ը կտրեց։ Որ լրագրողները տենց բան արեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջե, հետո տենց որոշել որ չէ դա ճիշտ չի, ոնց ասեցիր գնացել էր ԿՊ-ի քարոզարշավին էր, միջև էլ ամենատեսանք, տարիներ առաջ էր նայել տենց մի հատ լուսանկար կար, որտեղ տենց կզել էր Նիկոլ Փաշինյանի առաջ եւ այլն։ Հա, բարևում էր, չէ։ Հա։ Իր հետ կապված Նաիրա Զոհրաբյանն էր բան եղել, հետաքրքիր ասում, որ Արուշանյանից չուծլի նժդեհ էին սարքել մի պահանջի վադի։ Ժողովուրդ, բայց այս պահվածքը մեղավորության զգացողության մասին է ասում։ Մարդ ինչի՞ց է ագրեսիվ, երբ որ ինքը գիտի մեղավորը շոտելա, սկսելա իրան հետ շերը ցույց տալ։ Բայց մերին ուր էր ուղարկում, ասում դու ինչ ունես արած, որ ես մարդերի մասնակցել եմ, բա լավա չասես, բա դու խիչ ես զոհել։ Եթե ինքը գիտի, որ ինքը ճիշտ է, հանգիստ իր տեսակետը հայտնում է, եթե ես բորբոքվում է իրան պատերին, տալիս եմ գիտի որ սխալ է։ Այսինքն որ Փաշինյանն ասես, բա դու խիչ ես զոհվել, հիմա էլ ինքն ասում, հա դու էիր մարտերի ժամանակ, ես գնացել եմ, հա, գնացել եք, մասնակցել եք, ձեր պարտքը կատարել եք, դա պարտքն է։ Այսինքն մարդը գնում է իշխանության ներկայացուցիչ ծնունդին ու ասում է ես ինչ ընդդիմադիր եմ, որևէ մեկի վրա, այդ գնալը պետք չի ծախել որևէ մեկի վրա։ Ինչ ես արել, դու գնացել ես պահել, քո սահմանն ես պահել, որը հա, տենց պիտի լիներ։ Ու չպահողներն են սխալ անում, այսինքն նորման արդեն դարելա բան, տենց դրոշակ սարքելու ու թափահարելու պահ։ Շատ լավ բան են էլի ընտրությունները։ Ինչու՞։ Մահում են։ Հա, մի հատ հետաքրքրավոր բան է, Արուշանյանը ոնց է բացատրում Ալեն Սիմոնյանի ծնունդին գնալը։ Հիշում եք, որ ծնունդին գնացել է ու հիմա հարց է տալիս լրագրողը ասում է, ինչի համար եք գնացել ու ոնց է բացատրում, դա էդ էլ դիտենք։ Հիմա պարոն Արուշանյան, ինչպես ստացվեց, որ երբեմնի ինդիմադիր Արուշ Արուշանյանը հիմա բավականին սերտ հարաբերություններ ունի իշխանության կարկառուն ներկայացուցիչների հետ, դիմավորում է Նիկոլ Փաշինյանին, ինչը նախկինում տեղի չի ունեցել, ներկա է գտնվում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ծննդյան առիթին եւ նմանօրինակ բազմաթիվ այլ դրվագներ։ Ուզում եմ հարցնեմ, ես ծննդի որ հրավիրվում եմ մասնակցում եմ, ումից պետք է հարցնեմ։ Կամ ասենք ըզես պետք է հարցնեմ ով որ կուսակցությունից է, հետո շփվեմ, չշփվեմ, ծննդին գնամ թե չգնամ։
Եղավ։ Հա ինքը նաև ասել էր, որ Ալեն Սիմոնյանի հետ շատ վաղուց մտերմություն իրենք ունեն, մենք ոչ ենք ասում, որ պիտի ծնունդ գնալուց հարցնել, բայց դա արդեն ուղերձ է հանրությանը, որ դու ում հետ ես տալիս առնում, մենք ասում ասա ով անգերդ, ասեմ ով ես դու։ Ինչի Դավիթ Համբարձումյանին չեն հրավիրում մեկ իշխանության ներկայացուցիչ ծնունդին։ Հարցը Դավիթ Համբարձումյանը հրավիրեն ինքը կգնա։ Հենց էտա, նաև չեն էլ հրավիրի, որովհետև գիտեն որ չի գնում, այսինքն սովորաբարում են արետի հրավիրում, մոտավորապես այն մարդուն, որ գիտեն կգա։ Դա վիրավիճակա փոխվել Արուշանյանի կյանքում մի խոսքով։ Փոխվել։ Հա Ես չեք հիշում պրավի պատմություն կար, որ վարորդական վկայականից ծեր զրկվել, հետո հայտնվել էր նորից մեքենայի ղեկին եւ այլն բողոքարկել էր, թե շատ արագ է հարցնել։ Պետ համարանիշը որ գոլդ համարներ էր արել։ միլիոնանոց ինչ-որ $1000 համարներ այդ չէր, հա։ Հենց այդ էլի մենք այդ որ խոսում ենք ընտրովի արտարադատության մասին, մենք ամեն շաբաթ նմանատիպ դեպքերի ականատես դառնում ենք։ Հիմա օրինակ ասենք մի դեպքում արտարացվում է, մեկ այլ դեպքում երբ որ այնուամենայնիվ չես ստացվում ԿՊ-ի թրի տակով, կալանավորվում է, ձերբակալվում, ապա կալանավորվում։ Օրինակ այս շաբաթ մենք ունեցանք նմանատիպ դեպք Չալաբյանի պարագայում, բայց մինչև Չալաբյանին անցնելը այն որ հիմա արդարացվել է, դա դեռ չի երաշխավորում, որ վաղը մյուս օր երբ որ ատամ ցույց տանույն մարդը մի այլ դրվագով, մի այլ պատճառով, ասենք, պատկերը կհանեն, դեմները կդնեն, նորից կգան։ Հետեցնին բանը, նորից չի Արուշանյանի, չգիտեմ, բայց արդեն իր վարկանիշը, բայց կարան իր կասը գան։ Բայց արդեն վարկանիշը դա էլի։ Արդեն դիագնոզա։ Բայց լսենք կնոջը Ավետիք Չալաբյանի, ով պատմում էր ոնց են եկել իրավապահները, քանիսին են եկել, բայց շնորհքով ներխուժման դեպք սա չէր։ Մեր տուն եկել են առավոտյան շատ շուտ, բոլորս քնացել ժամը 7 անցեր մի քիչ։ Ամեն օր բուձելիք դրեք 7-ից եկել են շատ մեծ քանակով մարդիկ, եկել են ներկայացրել են փաստաթղթերը, որ պետք է խուզարկեն, ամբողջ տունը խուզարկելուց հետո հասեցին, որ ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսը արգրավեցին, հետո հանեցին։ Ինձ համար շատ տարօրինակ է այս մեր այսօրվա դարում ինչ կարելի է տան մեջ փնտրել ընդհանրապես, բայց հիմնականում թղթեր էին հանում, փաստաթղթեր էին երևի ինչ-որ փնտրում, հետո երբ որ վերջում արձանագրեցին, որ ոչինչ չեն գտել, հանեցին ձերբակալության թուղթը, ասեցին մենք էլ նաև եկել ենք ձեզ ձերբակալել։ Եկել ենք ձեզ ձերբակալ։ Փաստաթղթերի ամեն ինչը տևել է երևի կես ժամ ոչ դրանց ավել, Ավետիքին դրանց հետո արդեն տալ։ Էդ է որ բանը գրում ես, վերջում գրում ես հ Այդ գ Լավ, վերջում էդի ասել են, բայց իրականում այս շաբաթ մենք ահագին բան չգտանք, բայց всё равно պիտի ձերբակալենք, հա։ Այս շաբաթ իրականում շատ դատական նիստեր տեղ ունեցանք, որոշների պարագայում խափանման միջոց փոխվեց, օրինակ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց։ Լավն իր արձագանքը, որ ես որ ասին ազատ եք արձակվել Միքայել Սրբազան, բան մեկի ասաց ես ազատ եմ եղել մինչև այդ, ազատ եմ հիմա ու ազատ եմ լինելու։ Տնային կալանքի մեջ էր, հիմա դա փոխվեց նաև որոշակի սահմանափակումներ կալանքը գիշերները ֆուտբոլ էի նայում։ Փոխվեց նաև Սրբազան ջան, ասեք ի՞նչն է խանգարում էլի կարակ նայեք գիշերները ֆուտբոլ։ Ազատ արձակվեց նաև Դավիթ Համբարձումյանը եւ փոխվեց նաև բայց չարթարացվեց Դավիթ Համբարձումյանը։ Սարգսյանի Դավիթ Համբարձումյանի գործը նորից ուղարկում են քննության, չէ՞։ Միքայել Սրբազանին էլ են ուղարկում։ Բայց սպայն ազատ արձակվեց, ուզում ասել, բայց դեռ չի բավարարվել եւ Դավիթ Համբարձումյանն ասաց մենք բողոքարկելու ենք այդ որոշումը։ Ու նաև փոխվեց խափանման միջոցը Արթուր Ավանեսյանի, ավելի շատ հայտնի է Կանդազի, բայց մենք նայեք ինչն էր այստեղ հետաքրքիր, հիշում եք, որ Աննա Հակոբյանը գրառում էր արել, որ ես Կանդազին չեմ տեսել։ 44 օրյա պատերազմ։ Այդ ով է կռվող տղեն, որ ես չեմ տեսել։ Հետախուզին բունկերում չեմ տեսել։ Հա։ Բայց ինչ է արձագանքել դրան, Կանդազը եկեք նայեք։ Կանդազին հարցնում են, բա դուք Աննա Հակոբյան տեսել եք, խնդրեմ, դիտենք։ Ընդդիմությունը մանդատները պետք է վերցնի, թե չէ, պետք է գնա։ Հələ մանդատների ժամանակը չի։ Հələ գործողություն կա, այդ նոր մանդատները։ Ասում են ուժեղ Հայաստանը իր ցուցակի վրա ինչքանով է վստահ Գևան Նազարյաններ չի ունենա, աստեղության վերջում այս կալանավորումների փոխվել է, բայց քաղաքական թեմաների Պետք է արդեն հիմա տնային կալանք են, որ հարցերին պատասխանում նորից կալանավորել։ Անհրաժեշտ ասում են, որ
ձեզ չի տեսել, երբ եղել է Արցախում, դուք իրեն տեսել եք, ասում եք, չեմ ճանաչում, ով է Արթուր Ավանեսյանը։ Ես Աննա Հակոբյանին տեսել եմ։ Հա։ Տելևիզորում։ Հերոստացույցով։ Հերոստացույցով տեսել եք։ Աստորեն հաստատեց էլի որ իրար չեն տեսել, բայց չէին կարող տեսնել։ Թե հետախույզը խիպտի տեսնել։ Պարզ պատճառով որ Աննա Հակոբյանը հաստատ հետախույզի հետքերով չէր գնացել որ մի հատ էլ տեսնել։ Չէ, նայեք, այս որ իրավապանները եւ այլն իշխանության վերաբերմունքը ընդդիմադիրների նկատմամբ եւ այլն պարզ է, վաղուց էր պարզ, այդ թվում եւ իրավապանների, այսպես ասենք, հա, վերաբերմունքը, բայց օրինակ եկեք հասկանանք լավ, հիմա ինչ անում ընդդիմությունը, այսինքն հակազդեցությունը ինչպիսին է։ Սդե է դիմում։ Պարտներն էլ չի կարելի բացառել։ Սդե է դիմում, բայց դիտենք Լևոնն ինչ ասում է։ Չէ, սա ճանապարհները այստեղ շուտ դրվեց տեսել, ու չհասկացա։ Հա ուզում ես մի պա ստոպ տուր Վազգեն ջան։ Նայ ինչ ենք ուզում ասենք, նայ հա, սա դա է դեմը 7 կուսակցություն դիմել է, սակայն որ մենք 5 շաբթի ենք նկարում, ուրբաթօրվայց, այսինքն վաղվանից սկսելու է քննարկել, մինչև հուլիսի 4-ը ներառյալ եւ այլն, դեռ ժամանակ ունենանք, այսինքն ՍԴ-ի շուրջ տեղ ունեցող զարգացումներին, բայց ինչ էր պահանջում հանրությունը, արդյոք մենակ ՍԴ դիմել, թե օրինակ փողոց էլ դուրս գալ։ Օրինակ ես վստահ եմ, որ Արփին եւս տեսած կլինեն մարդիկ, ովքեր օրինակ այդ հարցը տված կնեն, չէ, որպես լրագրող, լավ ինչ է անում ընդդիմությունը, ինչ են, չէ, որտեղ դիքը մարդկանց դուրս գալով են պատկերացնում, չի։ Իրական մարդիկ կան, որ ասում են 5 տարի մանդատով նորից գնալ նույն կարգավիճակում, եթե դու չես ունենալու մեծամասնություն, նույն մեծամասնությունը ԿՊՆ լինելու, ստացվում է որ ընդդիմությունը ամեն դեպքում նայենք Լևոն Քոչարյանին, որտեղ իրան հարցում են ընդդիմությունը դուրս գալու փողոց, հետո նոր արդեն կքննարկենք ճիշտ է մանդատ վերցնել է թե չէ։ Բոլոր ճանապարհներն էլ չի կարելի բացառել, մենք ինքներս երբեք ոչ փողոցն ենք բացառել, ոչ մնացած ճանապարհները այստեղ Գիտեք, եթե փողոցի մասին ենք խոսում, փողոցը չպետք է լինի ինքնանպատակ, հա, ուղղակի դուրս գալ, պետք է նախ ով այդ փողոցը կազմակերպի, ով դուրս կգա, գոնե ինչ որ հավանականություն է պետք, որ դու ինքդ այդ գործողությունների շարունակությունը տեսնես, հաջողության գոնե ինչ որ չափ հնարավորությունը տեսնես, որովհետև հակառակ դեպքում մենք գիտենք ցանկացած նաև փողոցային պայքար, երբ որ արդյունքի չի հասնում, կարծում եմ հիասթափությունը ավելի է խորացնում, այնպես որ մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք դրա արդյունքում մարդիկ թե տուժել են, թե զրկանքներ են կրել, թե մինչև հիմա շարունակում են դա անել, այնպես որ մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Ուղղակի դա անելու համար, նորից եմ ասում, պետքա միջև վերջ ճանապարհը տեսնել, գոնե որոշակի հավանականություն տեսնել դա անելուց առաջ։ Այսինքն ասում է, որ պետք է տեսնենք հավանականությունը, մարդիկ դուրս կգան, ինչ կարան անեն եւ այլն, բայց ես օրինակ լիքը տեսակետներ եմ լսել հանրությունից եւ ոչ միայն շարքային քաղաքացիներից, այլ նաեւ օրինակ որոշակի ընդդիմադիր հատվածից, որ ասում են, որ օրինակ պետքա փողոց դուրս գալ նույն ընտրությունների գիշերը, պետք էր որոշակի փողոց գեներացնել, որպեսզի նաեւ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ընդդիմադիրների հավաքը։ Բայց կարող է հենց իշխանության ուզածը դա Ինչ ես դա բացառում։ Ինչն էր դա։ Որ փողոց գեներացնեին, անկարգություններ սադրիչներով բնականաբար կլինեին, զորք մտներ, արտակարգ եթե 1 տարի հետո ընդդիմադիրները դուրս չեկան փողոց, նույն բանը չի լինելու։ Ուրիշ է։ Երբ որ մարդը տաքացած վիճակում է որոշումներ կայացնում ու դա անում, ավելի էմոցիաները դժվար է զսպել։ Երբ որ սառը դատելով ես դա անում, ավելի հեշտ է էմոցիա։ Չէ, նայ ես հիմա ես չեմ ուզում, ինձ օրինակ չի կաշկանդում, որ օրինակ մարդիկ մեկնաբանություն գրեն, որ ես օրինակ չեմ ընդդիմության վերաբերյալ տեսակետ եմ հայտնում կամ օրինակ քննադատում եմ։ Օրինակ ոչ թե քննադատում եմ, օրինակ նայ քո ասածը ինչ է նշանակում, այսինքն ինչ են այդ մարդիկ ասում։ Ասում են ընտրությունները կեղծվել են։ Ընտրությունները լեգիտիմ չեն։ Ասում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին չեն վստահում, Սահմանադրական դատարանին չեն վստահում։ Չես վստահում եւ դիմում այստեղ, դա նշանակում է օրինակ ըստ ժամանակի անիմաստ վատնում։ Բայց ասում են պիտի սպառեն։ Այ, ասում է բոլոր իրավական բոլոր ճանապարհը պիտի սպառվի։ Այսինքն ինչքան է սպասես այդ արդյունքի, ասենց ասած, բայց պետքա սպառեն այդ տարբերակը, որ մնացած հարցերը հիմա դու նայի աշխարհին մի ձևով կարաս ասես, անօրինական։ Այդ մարդկանց հանես փողոց, մարդիկ ասեն, հələ մի հատ դու սդն կարող է բան։ Հա, հիմա ասենք մի Եվրոպա։ Դու մարդկանց բացատրում ես կամ մարդիկ չեն հասկանում, որ օրինակ այն մարդը, որ օրինակ ընտրել են ընդդիմությանը, ինքը շատ լավ գիտի, չէ՞ որ Սահմանադրական դատարանից մեծ հաշվով սպասելիքներ պետք չի ունենալ
կենտրոնական ընտրական հանձնաժողովից առավել բայց հրաշքներ լինում են, բայց չէ, մի րոպե, երեխեք, մենակ քո ներքին լսարանին չես հաշվում։ Ներքին լսարանը մի հաշվեք։ Հիմա օրինակ դիմում են միջազգային ատյաններ։ Միջազգային ատյանը հարցում է՝ դու անցել ես քո երկրի իրավական բոլոր քայլերը արել ես։ Այսինքն մի հատ նայ, տեսականորեն վերցնենք, որ Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին որոշում է, որ ամեն ինչ օքեյ է, ընտրությունները ոնց եղել են անցել են եւ այլն, մանդատները բաշխվել են, դիմեն ինչ Եվրոպական դատարան, այսինքն մի հատ էլ մարդիկ սպասեն, մի հատ էլ դաս սպառեն, հետո նոր օրինակ չեմ 2060 թվականին դուրս կան փողոց։ Չէ, մի րոպե, դու ուրիշ բան գումարման ազգային ժողովում գնաս։ Եթե դու փաթեթով ես, ես մտածում եմ, որ իրանք ուզում են այս փաթեթային ձևով ցույց տան այդ ապօրինությունների ամբողջ փաթեթը, ամբողջ պատկերը, puzzle-ը հավաքեն ամբողջ չէ, արդար, թափանցիկ, ընտիր ընտրություններ։ Այդպես է պիտի ասի ստեղծան, որ մեկը կասկածում է, որ դա պետք է։ Ես օրինակ մտածում եմ, որ հենց տենց էլ լինելու է, այսինքն Սահմանադրական դատարանը նոր ընտրություններ, որ հաստատ չի նշանակելու։ Որոնք են լինելու ապացույցը, որ քո երկրում քաղաքական ճգնաժամը, այդ բաները դետալները պիտի ներկայացնես, չէ, ամբողջ puzzle-ի, որ puzzle-ը ցույց տաս քաղաքական ճգնաժամ, դու բացառում ես, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո, որը մենք բոլորս արդեն հասկացանք ինչ է լինելու, ընդդիմությունը չի վերցնելու մանդատները։ Չէ, որևէ մեկը դա չի կարող բացառի կամ հաստատի։ Հետևաբար ինչ ունեցանք։ Ժամանակի անիմաստ վատնում ունեցանք։ Բայց ինչ գիտես վերցնում են մանդատները։ Ես չվերցնելու մասին ամեն դեպքում քննարկում լինի հանրության հետ, որ որոշեն մանդատները վերցնել, այսինքն փոխադարձ քննարկում լինի հասկանան չվերցնել։ Երկու դեպքում էլ համ պլյուսներ կան, համ մինուսներ։ Շատ դժվար իրավիճակ է։ Ամեն դեպքում։ Օրինակ դու ենթադրենք խորհրդարան անցած ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ ես, օրինակ դու կվերցնեիր մանդատը, թե չէիր վերցնի, եթե օրինակ տենց իրավիճակ։ Ես չեմ կարող դա ասեմ։ Մի րոպե, չէ, ես դա չեմ կարող ասեմ, որտեղ ես քաղաքական գործիչ չեմ, այնտեղ լիքը խոհանոցային խոսակցություններ ու բաներ կա, որը շատ կուզեի իմանալ, բայց չգիտեմ։ Ես դա չեմ կարող ասեմ։ Հիմա դու ինձ հարց տուր, դու կարաս այս նախադասությունը գրես էսի, ես կպատասխանեմ, թե դա իմ մասնագիտական բանն է, բայց ես չեմ կարող ասեմ հիմա քաղաքական։ Ես քեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի խորհրդարանում կան մարդիկ, ովքեր քոչ քաղաքական լինելով հանդերձ դու իրենցից շատ ավելի քաղաքականությունը հասկանում ես, քան իրանք։ Դրա համար քեզ մի թերագնահատի։ Կա մի բան, որ դու առանց մանդատ բանես չես կարող անես եւ մանդատն է դրան պետք։ Ես հենց որ նայում եմ, ոչ մի բան, որովհետեւ ելույթ ունենալ դու կարող ես։ Չէ, կա։ Լսարան ապահովում միջազգային համաժողովներին մասնակցել, բաներ գնալ, խորհրդանական բաներ գնացել էին, մասնակցել էին, ասել էին ընդդիմադիրներ իրանց տեսակետ, ինչ փոխվեց դրանից, որ վերջում կանգնեն բան այդ նույն միջազգային ատյանները ասեն մենք սատարում ենք ամբողջ կազմով թիմով Փաշինյան, գնացել ենք, թե։ Չէ, դա ես համաձայն եմ, այլ հարցը փոխում են, թե չէ, բայց դրա պլյուսը է դա, որ դու կարաս խորհրդանական հանձնաժողովների անդամ լինել։ Ընդհանրապես մի գլխավոր դատախազն Աննա Վարդապետյանը գալիս է անձեռնմխելությունից զրկում են ու վсё, այսինքն այդ բան պատգամավորական անձեռնմխելությունը մանդատը եւս ոչ մի երաշխիք չի։ Այսինքն այսօր ունես մանդատ, վաղը տեսեք ժողովուրդ, այլ բան է։ Տեսեք, այլ բան է, երբ որ դու շոուներ ապահովում։ Այսօր մանդատը ձեռը տա վաղը։ Աննա Վարդապետյանի դարակում։ Դու ո՞նց ես ապացուցելու, որ այս ամեն ինչը ներկայացում է։ Պետք է ներկայացում անի, չէ՞, որ բայց ում ես դու ապացուցում միջազգային հանրությունը, միջազգային կառույցները ընդունել են այս ընտրությունների արդյունքները։ Հա, ընդունել են։ Որ ընդունել են դա նշանակում է հետադարձ ճանապարհ։ Այսինքն դու իրանց ինչ ես ուզում ասես, ասում ես, որ ախպերս ընդունելի չի։ Չէ, ասում ես, որ դու քաղաքական ճգնաժամի մեջ ապրող երկիր ես։ Սա իշխանությունն է, որ հասել է նրան ուղիղ եթերում ԲՀԿ-ի 60,000 ձայն է գողացել։ Սա իշխանությունը, որի ԿՀ-ն կայացնում է որոշում, որը կայացնելու իրավունք փակված է, չէ՞ դրա վրա։ Միջազգային կառույցները իրենց գնահատականը տվել են։ Ներկայացնում ամեն ինչ ճիշտ էր, արդար փափանցիկ Քարածակում։ Լավ, միջև քարծակի ասենք առաջ։ Իսկ հիմա բայց ամեն դեպքում այս թեման այն թեման է, որ հələ մենք շատ կանրադառնանք։ Ես մի քիչ վախենում եմ, ճիշտն ասած, կոնկրետ հստակ բան ասել, վերցնելնա ճիշտ, անկեղծ ես վախենում եմ, որպես լրագրող, ես չունեմ այդ միանշանակ այդ հարցի պատասխանը, վերցնելնա ճիշտ թե խորհրդարան լուսաբանած վերջին 5 տարվա խորհրդարանի աշխատանքները լուսաբանած։ Հա, ես կարծում եմ, որ ընդդիմության այնտեղ լինելը ոչ մի օգուտ չի տվել։ Ես համաձայն չեմ։ Շատ ծայրահեղ։ Իրենք իրենց տեսակետը ներկայացրել, որ մենք ժամանակ առ ժամանակ օրինակ որ ասել են սեփական ճակատի
կռիվ ենք տվել եւ պայքարել ենք։ Լսի, Փաշինյանի կարողացել ենք։ Դա հարթակ է եղել պայքարել։ Ինչ հարթակ, որը իրանք մեծամասամբ չեն էլ օգտագործել։ Կներես էլի, բայց իրանք անգամ չորեքշաբթի օրերը մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին հարց տալը դա չեն անում, բայց դրա փոխարեն օրինակ Նիկոլ Փաշինյանին յուրաքանչյուր 5 շաբթի մենք կարողանում ենք հարցը տալ։ Ապա լիքը հարց պատասխաններ ա եղել Մորթոցիներ Փաշինյանի հայտարարություններ նշաձողի իջացնելուց բան։ Երբ որ դրանից հետո այլևս չի եղել։ Չէ, դու ասես հարց չեն տալիս։ Տենց է ճիշտ գնում են, ասում եք գնում են, չեն գնում, ասում եք չեն գնում, իրանք էլ որ շվարել են, չգիտեն ինչ անեն, բայց այս լուրջ մտավախություն է, որ այս նոր խորհրդարանը որ ձևավորվեց այս կազմով, այն որ քաղաքապետարանը ծաղիկ ա լինելու են։ Ծաղիկը ո՞րն է, որ դմփոցով։ Այո, ծաղիկ ա սամուրայի թրերը հանելու։ Հասա, միլիոն Բայց մենք այս ազգային ժողովի նոր կազմ եւ այլն կանդրադառնանք, բայց արանքում ես ուզում եի ասել, որ օրինակ այս չնայած որ նայեք, տեսնում ենք, չէ՞ որ եկեղեցու դեմ տեղի ունեցող գործընթացները կարծես թե ստոպ տված վիճակում են, բայց դրան զուգահեռ ինչ որ բաներ են տեղի ունենում, օրինակ այս շաբաթ բար դարձավ, որ քահանաների են կանչել վարժական հավաքների, ես կարդամ, որ ճիշտ ստացվի։ Գնդերեսնին դարձրել են սովորական Դաշնության որոնեժի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արսեն քահանա Իսրայելյանը եւ Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Երեմիա քահանա Վարդանյանը զրկվել են ծառայության վայր վերադառնալու հնարավորությունից, իրենք եկել են Հայաստան, որ ընտրությունների մասնակցել, այսինքն իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։ Հիշում ես, որ տեղեկություններ կար, որ ովքեր է կանստեղ եւ այլն վարժական հավաքները, հիմա իրանք կոպիտ ասած այդ ծրագրից օգտվել են։ Քահանաների հույսին է մնացել, կա տեսանյութի մի հատ այդ հատվածը նայել, էլի մեր գործընկերների պատրաստած տեսանյութն է։ Սանցվել ենք, գնացել ենք վարանկոմատ, ասել են, որ պետքա գնանք այդ հավաքների, վարժանքներին։ Տեր Արսենին, Տեր Երեմիային, Տեր Դանիելին ու Տեր Առաքելին արգելել են դուրս գալ Հայաստանից իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու։ Ես ինքս քահանա լինելով եւ բանակում եմ ծառայել, եւ ասենք 44 սրային կամավոր եմ մասնակցել, բայց ասենք այն մոտեցումը, որ ասենք մեր գործադիրը ունի, այսինքն Ռուսաստանից եկած ասենք մարդկանց ահաբեկելով, որ վարժական հավաքների ձեզ կտանեմ, եկեք հայրենիք եւ ձեր քաղաքացիական մի պարտքը մի կատարեք, դա լուրջ չէ։ Եկեղեցականները կասկած չունեն վարժական հավաքների ուղարկելով իշխանությունն ուզում է պատժել քահանաներին Ռուսաստանից գալու ու ընտրություններին մասնակցելու համար։ Բայց էլ չգիտեն, որ բանակում ծառայելը հոգևորականների համար ոչ թե պատիժ է, այլ պատիվ, վստահեցնում է Տեր Վրդանեսը։ Այսինքն այդ մարդիկ էլ իմա սենց են ասում։ Լրագրողներն էլ են տենց ասում։ Բաժեցին իդեպ Նարեկը գնաց, թե չգնաց։ Բացի Նարեկից մեր կորյունին էլ են կանչել։ Հա, Խաչատրյան Նարեկը։ Հա, նայ, ազգային մասով ինձ թվում է բան չկա, չէ՞, ավելացնելու, ազգային ժողովին վերադառնալ։ Չէ, որ վատ է, այս ոչ թե վատ է, այլ ողբալի է, որ քահանաների հույսին են փաստորեն մնացել, հիմա էլ քահանաների։ Թե բաժի ձև է, էլի ստերցան։ Խոսեք գամրախնդրություն է։ Բայց նայ, ազգային ժողովից դու խոսացի, ասեցինք, որ այս ծաղիկներն էր, որ կարող լիներ, հիմա նոր ազգային ժողով պետք է լինի արդեն սեպտեմբերին։ Նորություն կա որպես այդպեսին։ Ո՞վ է լինելու ազգային ժողովի նոր նախագահը։ Նայ, ԿՊ վարչությունը, որի նիստը այսօր էր հենց 5-շաբթի օրը, հաստատել է Ռուբեն Ռուբինյանի փոխնախագահի տեխնացությունը։ Այսինքն արդեն 100%-անից կարելի ասել Փաշինյանը դա դրել է այլ վարչությունը հաստատել է, եթե Նիկոլ Փաշինյանն էլ դրա մասին հստակ ասել է, կատեսանյութը կարող է։ Մի րոպե, բայց Կոնջորյանը, Ալեն Սիմոնյանը եւ Ռուբինյանն էին։ 3 տեխնացուներ։ Հա, եւ ընտրությունը կանգնեց Ռուբինյանի վրա։ Ասում են Ալեն Սիմոնյանը գնում է նախագահ դառնա, դե Կոնջորյանը պետության նախագահ։ Այո։ Բայց դա մամուլի տեղեկություն է։ Բայց պետք է Փաշինյանին լսենք։ Բայց պետք է դաշնամուր նվագել սովորի։ Այդ կարող է պատասխանեք երկու հարցի։ Հարգելի լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ քննարկման եւ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեխնացու ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այսքանը շնորհակալ։ Ոայ վայլակ, դու պիտակ ցիլոներ։ Դու ասում ես չի սազում, շատ է նեղվ է որ Փաշինյանի գլխացածը նենց վիշ։ Չէ, ես նկատի ունեմ, օրինակ ինձ ես էլ մեկ-մեկ կասում հակնում եմ, բայց օրինակ ասենք նախանձում ես։ Ստիլիստն է իրան խորհուրդ տվել այդպես անել։ Կարող կոշիկների հետ էր սազացել, կոշիկները չէր երևում, ամեն ինչի վատ չէ։ Նայ, բայց նայ, ըստ էության հստակեցվեց խորհրդարանի գոնե նախագահի որոշակի մասով, բայց կառավարության կազմը, հա։ Ալեն Սիմոնյանը փաստորեն ճիշտ է, որ գնում է հանրապետության նախագահի։ Չէ, դա մամուլի տեղեկություն է, որ բայց Վագն Խաչատրյանը դեռ պիտի պաշտոնա, որովհետև Վագն Խաչատրյանը մինչև 2028, հա,
թե 27 թիվը իր ժամկետն է։ Այ ինչ կնի Ալեն Սիմոնյանը, շատ անհանգստացա։ Չանելու։ Մի տարի Չհասկացանք Ալեն Սիմոնյանը այդքան պերաշկի կերավ դուրս կերավ Նիկոլ Փաշինյանի հետ, որ մի տարի գնա տունը պարապ նստի։ Տեսնեմ Վագոն Խաչատրյանը երբ է ընտրվել։ Հիմա ասեմ, որ 6 տարով էր չեն դվորում նոր փոփոխություն։ Թթու լավաշը մոռացար։ Փոխոսնակի անունն էլ արդեն հայտնի։ Հա? Այսինքն ոչ թե հայտնի, այլ Ով է։ Ով։ Վահագն Ալեքսանյանը։ Վայ մամա։ Այ մամա, ինչ է կատարվում, ես ինչ տեղ եմ ընկել։ Ինչ, հա ինչ։ Մարդը, ով որ իր կուսակիցներին ուսապար կա անվանել, գնում է նստի փոխոսնակի աթոռին։ Հայաստանի 5-րդ նախագահն է 2022 թվականից, այսինքն ինքը 28 թվականին նոր պետք է Ալեն Սիմոնյանին ինչ եղավ։ 22-ին ընտրվել է։ 6 տարով չի հիմա նոր փոփոխված Այո, համակարգության 6 տարի է։ 28 նոր պիտի բան լինի։ Ալեն Սիմոնյանը մնաց օդում։ Հա, բայց Ալեն Սիմոնյանը փորձ ունի նախագահ լինելու, մի շաբաթ կարծեմ աշխատել էր, չէ՞, նախագահի պաշտոն, երբ որ Արմեն Սարգսյանը հելել էր, հիշում եք այդ ֆոտոսեսիան են, վարագույրների պատուհանի մոտ սենց իր վեհանձն սենց կերպարանքով եւ այլն, որը դարձել էր մեմերի համացանցի քննարկումների թեմա, մի բան պիտի ճշտենք էլի, սենց որ Ալեն Սիմոնյանը մի քայլ Վահագն Խաչատրյանից առաջ անցնի, գոնե պիտի թավջութակ նվագի։ Մի բան անցնի էլի։ Չէ, դիրիժո։ Տաքսի կանչել, գիտի թե չէ։ Այն հոգի։ Մեկ էլ նկարվել։ Սելֆի։ Նայ, իմի ըստ էության այս ազգային ժողովի կոպիտ ասած որոշակի բան ունեցանք, չէ՞, պատկերացում, հստակություն էս բաների հետ կապված, բայց կառավարության կազմի հետ կապված չկա, չնայած որ Նիկոլ Փաշինյանը այսօր ասաց, որ նախարարները չեն փոխվելու, փոխվարչապետները չեն փոխվելու։ Բայց վարչության պետերը կարան ինչ որ։ Հա, մարզպետների մասով հստակություններ չկա եւ այլ, բայց նայ, հիմա քանի որ ինքը շատ ավելի կարևոր գործով է զբաղված, իսկ հիմա դրա համար այդ նայ, ինքը հիմա բարձում է հայ-թուրքական սահմանն է, չէ, կարկուտը, այս անոմալ կարկուտը ինչի հետևանք է։ Սա աշխարհը ասում է։ Գլոբալ տաքացումը բարձի կարկուտի ինչի հետևանք է։ Գուցե նախկիններն էստեղ էլի մեղավոր։ Կլիմական զենքի համար նախկինները։ Կարող է, բայց եկեք նայենք տեսանյութը։ Տեսնենք, ես չեմ տեսել։ Հարաբերությունում ամսվա տեղումները կարող են տեղի ունենալ ում հետ է քննարկում դա։ Հիմա մենք պետք է նաև նայենք այս անոմալ կարկուտները ինչի հետևանք են, արդյոք դա էլի կլիմայի գլոբալ փոփոխության հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ է։ Այլ գործոնները ո՞րն են։ Կլիմական զենքը նկատի ունի։ Ամեն ինչը հիշատակում եմ ընդգծելու համար, որ արդեն բավականին երկար ժամանակ կան գիտնականների խմբեր, ովքեր ասում են, որ բնության նկատմամբ մեր ոչ այքան հոգատար վերաբերմունքն է, որ բերում է նման հետևանքների։ Իհարկե, այս կարծիքի հետ բոլորը չէ, որ համաձայն են։ Համը ինչ ասենք կարող է ընդդիմադիրները ընտրակաշարք են բաժանել կարկուտի տեսքով ընտրակաշարք են բաժանել վերևներ ու ասես ձվիչապ արդեն կարկուտներ հա բանի կամ օլիմպոսում տարավ ասում է բնության նկատմամբ վատ վերաբերմունք հեսա կպարզեն որ բանը ընդդիմադիրներն են Գագիկ Ծառուկյանը ոտերը թրջել է գետի բերանին ու մի բան սիգարետան է դել ասենք եւ չի ծխում Ծառուկյանը ոնց որ չի ծխում հա ճիշտ է սպորտսմեն է լավ ինչ կարա անի Ծառուկյանը Շտանգա է բարձրացրել գետի վրա։ Բնության հերը անիծել, հա։ Բնությունն էլ խնդրեմ, այսպեսի պատասխանա տվել եւ դրա համար կարկուտը արդեն դարձել է ձվիչապ։ Չէ, դու տեղացել, բայց մեկը մի րոպե կլիմական զենք ունեն հաշված երկրները, հայտնի է, չէ, որ երկիրը ունի։ Նաեւ։ Նաեւ, հետո տեղա ինձ թվում է գնում ամեն բան։ Հելեզանգի։ Հա, իրանցի հետ կապված, իրանց հետ կապված։ Կասեն դեռ ռուսներն են անում, էլի։ Վերջում։ Նայ, բայց ամեն դեպքում ռուսները, հա, որ պետք բանաներին չեն անում, տենց փակեցին լարսը, կարկուտները տվին, մեր բերքը փչացրեցին, թուրքերը մեզ փրկեցին ու ուղարկեն ձրիկ ուտենք։ Մենք Թուրքիա կանրադառնանք, բայց միջև այդ եկեք նայենք նաև այդ տեսանյութը կառավարության կազմի վերաբերյալ, որ ասում է, որ փոփոխություններ մեծ հաշվով նախատեսված չեն, հա։ Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների փոխվարչապետեր եւ նախարարներ
այլ մակարդակներում որոշ փոփոխություններ ենթադրում եմ, որ տեղի կունենան։ Ոչ թե ենթադրում եմ, այլ մտածում եմ, որ փոփոխություններ տեղի կունենան։ Այսինքն այլ մարմինները ենթադրում ենք մարզպետները եւ այլն եւ այլն։ Հա, բայց էլի այն շատ յուրայիններին ինքը չի կպնելու։ Այսինքն պարզ է, չէ՞ որ միջոցառություն եւ այլն։ Նույն ընտրությունների շատ ձենաբերեց, ձեն կարացել է ապահովել, նրանց կպահի։ Ով մի քիչ թերացել է, որ բանա, չէ, ցանկություն ունի շարունակել նույն պաշտոնում, այսինքն չէր կարող, չէ, առանց դից ինչ որ երաշխիքներ ստացած լինելու նման հայտարարություն արած լիներ։ Հիմա նայ ամեն դեպքում ամառ է բնականաբար հեսա արձակուրդային շրջան, ես ուզում եմ փռշտամ արձակուրդային շրջաններն ասում, հա, պետք է նաև մտածել թե ինչ պետք է արվի, որովհետեւ մեր գործընկերներից շատերը արդեն տեսնում են, գնում են, ֆռում են եւ այլն եւ այլն։ Գիտեմ ում է սա։ Նախանձում, հա։ Չեմ նախանձում։ Չէ, ինքը նոր չեկավ Դուբայից։ Նոր, դա նշանալի տպավորություն, որ հենց այսօր է եկել։ Հենց այսօր չէ, բայց մի ամիսն չի լրացել։ Մի ամիսը։ Չգիտեմ։ Չի լրացել։ Հələ զագարը չի անցել, արդեն մտածում է արձակուրդի մասին։ Իմ հերթն է, ես եմ շուտով գնալու։ Հա, շուտով կգնաս, բայց հանգստանալու, բայց Թուրքիա չեմ գնալու։ Նստի տեղը։ Իմ հետ կապված նման վիդեոներ չեք կարել, ես չգիտեմ ինչ ա եղել։ Թուրքիա, նայ վայն էր գնացել Մակայրան Թուրքիա, ու այնտեղ Իվայն ասում է մերկապարուի, բայց արաբական պարուհու մասին է խոսքը, որը տենց հել է բարել է վայնել, տենց որպես ջոմարդ չարենցավացի, հա, պարողին փող ա տվել, նկար է գցել է, հենց ինքն էլ նկար է գցել է։ Ու դա տարածել էր խոսնակ եմ, չգիտեմ, այդ տենց ինչ-որ տելեգրամյան ալիքներ եւ այլն, որ գալիս է, հա, պրոիշխանական բոլոր բաներ տարածել, նայեք այս Վահեն ոնց է տրջիկ գալիս թուրքերի հետ, մոտավորապես մերկապարուհիներով, հա։ Ու ոնց է Վահեն այդ մասը նեղվել էր, երևի տենց կոմենտներում գրել են, նեղվել էր, այսօր Փաշինյանից այդ ասեց, բայց սանձեք ձեր աջակիցներին, որտեվ ու սենց ասեց, թե Թուրքին ոնց է փող տվել ու համբացրել։ Լավ էլի։ Լուրջ է դες ասեց։ Մեր աջակիցները ասում որ ես չունեմ, ինչ որ գնացի նախորդնիստից հետո գնացի Ստամբուլ, Թուրքիա, մեր բավարի եկել տեսնեմ ինչ կա, ես ոնց մասից նայեմ, գա։ Գնացի եկա, ինձ Չէ, կարա Google անել։ Որովհետև ես այդտեղ նավի վրա գործում ժամանակ անցկացնել, այդտեղ շոու ծրագիր էր, մի մերկապարուհի բավականին կրկոտ պարուհի։ Դեռ ելույթ կլինի։ Ո՞նց է սա դեռ Ei, ez dumă activitate. Imaginea că este romantic. Ըստ Այսինչ է գրում։ Մարմնավաճառի պահը։ Ասում է գնացել եմ մարմնավաճառությամբ են զբաղվում։ Դու գնացել ես մինչև Ստամբուլում վաճառել ես եկել ես իրանց մեր վաճառակետին հասնելու։ Երևի ներողը որ ոչ թե ես եմ վերկացել բանից որոշել եմ իրանց Թուրքիայում ներկացել տեսան փոխվել հիմա ստացվում որ ես դեռ բարձրանում այ քիչ Փաշինյանի կամ դուք դարձեք Թուրքիայի խորհրդանիշը ըստ այս աջակիցների հիմա նա հասկանանք այ թուրքական հարաբերությունները դուք այսպես եք պատկերացնում որ մարդիկ գնան Ստամբուլ տուրիստականություն փելկան հարցակեն այս մարդուն ասում ինչ ես գնացել կամ այսինքն եթե ես այստեղ հարցը վերջ չպետք է գնամ Թուրքիա իսկ եթե գնացել եմ Ստամբուլ պիտի կամ ստեղ հարցը բոլոր հարցերը սենց ծավալուն են Անկեղծ ասած ձեր տրամաբանությունից ես պատճառահետևանքային կապը չհասկացա, թե ինչ կապ ուներ, որ ես Թուրքիայի կամ ինչ։ Ես չեմ հասկացել, Դե փաստ կա ակնհայտորեն, որ դուք հիմա ինձ հարց տվեցիք, չէ՞, հետեւաբար ինչ։ Ինչ որ եւ եթե ամեն շաբաթ ռիսկի եք դիմում, ուրեմն ռիսկ չկա։ Այսինքն ռիսկի դիմում են այն ժամանակ, երբ որ տենց մի անգամ, այսինքն հիմա դուք մեկ ասեք ամեն շաբաթ ձեր ռիսկով գալիս եք ստեղ, հա, եկեք մի քիչ։ Ես չեմ կիսում նման տեսակետները, մանավանդ ոչ մի։ Էս էլ պետք։ Всё, Փաշինյանը չի կիսում ամեն դեպքում։ Բայց նայ Վահեն ոնց էլ մեկ բան արել, որ գնացել եմ Թուրքիա, Մասիսը հակառակ կողմից, որ տեսնեմ, չէ՞։ Տեսնեմ Մասիս։ Ես տեսել եմ, իդեպ այնքան շքեղ չի, ինչքան էս կողմից։ Հա դե բնականաբար։ Բայց ուղղակի Վահե ջան, եթե Մասիսն էր ուզում տեսնել, Google աներ, երկու կողմից է տենայր։ Բնականը ուրիշ է, բնականը։ Բայց գնացել Մասիսը տենալ, փաստորեն գնացել էր մերկապարուհուն տենալ, տեսելա։ Գնացել Մասիսը տենալ, տեսելա մերկապարուհուն։ Մի հատ էլ կողքից է տարել, եթե իր բոնուսն ա եղել, լավ։
Հա, լավ։ Իմիջիալոց մտա նաև Փաշինյանի էջում մեկնաբանություններն էի կարդում ու Վահեի ու 90%-ը գրել են Վահե, ես նույն մայկով չէր գնացել արելու։ Թե ասենք, հա, ինչ։ Նույն մայկով էր, ասենք, Մեկապարու մոտ, հետո գալիս է Փաշինյանը։ Այսինքն Վահե ջան, դու չգիտես, որ նրա մոտ ուրիշ մայկային հագնում։ Հիմա էլ տեղել ասեն ջպլաղծրել է։ Չէ, Վահեն հպարտացավ, բայց Վահեն ասեց, որ 18+ է իր հարցը եւ շատ կրքոտ է։ Այդ գիրք բառը, բայց մեր մյուս գործընկերը ջեր ընդունում։ Լիան նախորոք զգուշացրեց, իր red flag-երը դրեց։ Խնդրեմ այդ վիդեոն նայենք։ Շնորհակալություն, բայց Փաշինյան, հարցերից հետո խնդրում եմ կրկոտ ռետորի պես չպատասխանել։ Չէ, որոշել եմ, որ այսօր հատկապես ձեր հարցերին պատասխան կրկոտ ռետորի պես եմ պատասխանել։ Լավ ասացա, կարճը վերցրեցի։ Հա, բայց չկար դե գիտի Փաշինյանի գիրքը որտեղ միջև կարա հասնի, ասես նախորդ ասեց։ Որտեղ չէ ուր։ Ժողովուրդ, այդ այսօր կառավարության նիստին էլ գիրք չկար, քանի որ ես հետևել եմ, այսօր շատ անկրկոտ օր էր Փաշինյանի դեպքում։ Իսկ թվում, բայց ամեն դեպքում նայ։ Ամեն օր հոչի կարա գիրքը ցույց տա, մի օր ցույց տալի, մի օր հանգստյան շաբաթն է։ Այդ նայ, իրականում ես պիտի էլի բողոքեմ այս Երևանի խցանումներից։ Էլի Երևանում տիրող ես էլ չգիտեմ, իրականում էլ մարդու ներվերը չի հերիքում, էլի մի ճանապարհը չսարքա։ Ես օրինակ շատ կողմ եմ, որ ճանապարհները նախ պիտի սարքվեն, որտեղ եթե չսարքեն, մենք այդ մասին կխոսենք բնականաբար, որ չեն սարքում, չեն կառուցում, փոսալուծում չեն անում եւ այլն եւ այլն։ Ձև կա, ժամ կա։ Իհարկե, ու մի հատվածը կարելի է սարքել, հետո հասնել մյուս հատվածին, բայց ոչ թե նենց, որ օրինակ մի հատվածը սարքում է, զուգահեռ մյուսն են փակում ու տենց, հիմա մի հատ էլ Դու լավ գիտես թե Ավինյանը։ Անենց էլ մի ինքը լավ գիտի, ինքն ամբողջ օր տառապում, իրանց ինչ կա։ Բացի ճանապարհ բացելով ասֆալտի մասնագետները իրանք են, իրանք գիտեն որն են։ Ավինյանը որտե ավարտե, ասֆալտա բանությունը։ Ինչ եմ մտածում, թե պոլիցեյի ասֆալտաբանություն ֆակուլտետ։ Երազում ես, որ շտապօգնության ավտոյի մնա շուտ անցնել։ Ոչինչ, մեռնել ծնե, բայց շուտ անցնել։ Բայց իսկ այս հարցերը կլուծվի, որովհետև հենց քաղաքապետարանի դիմաց բացվել է Վահագն Վիշապաքաղի արձանը։ Այդ ուրիշ չէ դրած այդ արձանը բերել են նորից։ Հա, վերաբացել են։ Շատ խորհրդանշական է Վիշապաքաղ։ Հիմա էլ ում են երագլուխ ասում։ Մի խոսքով ասում են գլուխները կտրել են, բայց պաստորեն բերել են քաղաքապետարանի մոտ։ Ավինյանի աշկերը չես իմ ասեց քերտելու են։ Իսկ խորհրդանշական շարունակենք ջերմորեն։ Ու այսօրը вообще խցանում ես հատվածում էլի։ Հիմա մի հատ խցանում լինելու է, որտեղ հունվարի 20-ին Երևանի կենտրոնում պետք է վազքի մրցույթ անեն։ Լուրջ կմերն ես այդ քննարկի 28-ին Կիրակի օրը բայց շատ կրքոտ արձան է Չվերի մաշկի դա բայց նայեք մկանները բան Վահագի իրոք Տեցա եղե դու կիվանաս Օլիմպոսից չեմ եկել Հա ասում ես ինչա լինելու Երևանի կենտրոնում Վազքի մրցույթ հունիսի 28-ին թափես արձակուրտե չեմ հա հետո Վազել է։ Չէ, բայց նայեք, ամեն ինչ Երևանի կենտրոնում, հա, հրապարակական մեր հատվածներում, այսինքն ամեն ինչ Երևանի կենտրոնում անելը, որ Փաշինյանը պատուհանից հետևի, վազքին բայց չէ, բայց կարելի է նաև մի քիչ նաև լուրջ մոտենալ էլի, այսինքն օրինակ նորմալ է, որ կարող ես օրինակ զենքերի ցուցադրություն անել։ Նորմալ է թե նորմալ չէ։ Եկեք նորմալ չէ անենք։ Նորմալ է, որ հանրապետության հրապարակում անում են զենքերի ցուցադրություն։ Նորմալ է։ Նորմալ է, որ խորոված փարտին անում են հանրապետության հրապարակում։ Նորմալ չէ։ Ապրես։ Նորմալ է, որ վազքի մրցույթը անում են հանրապետության հրապարակում։ Նորմալ չէ։ Դե կարող այդ մարդիկ մարզից վազելով այդ օրը հասնում են Երևան։ Մի րոպե։ Քայլելը դարելա վազել։ Չէ, բայց իրականում նայեք, օրինակ կարելի է Երևանից դուրս կազմակերպել նման միջոցառումները, որտեղ մի րոպե կներես, ինձ թվում է հրթիռներով մեզ հրթիռակոծելու են հեսա։ Այսօր հարաբերացնի ինչ-որ կամ սամոլյոտ անցնում, կամ չգիտեմ ինչ, այս ինչ է։ Կարող է ջապնեկի մետրոն տեղափոխել են ստեղ։ Էլ ինչ էին արել հրապարակում։ Ես պատկերացնում հրապարակի մեջ տեղում են բանի
կապի բանտաժներով խալիները ոբշե մի խոսքով ամեն ինչ հանրապետության հրապարակում անելը եւ ամեն ինչ հանրապետության հրապարակում կենտրոնացնելը սխալ է որովհետեւ երկրի Հայաստանի կենտրոնը էպիկենտրոնը այնտեղ է Վարդավառը հրապարակի խոսքով հա վարդավառնել էին հրապարակում անում ոչ միայն հա Որովհետև Փաշինյանը $5 միլիոն տրամադրել են Վարդավառի տոնակատարությունների $5 միլիոն թե $200 միլիոն դրամ $5 միլիոն ասեցի ջուր են առնում կաթիլ երկրից փորներ են հիմա լավ էդի հետո կստուգենք որտեղ էլ Վարդավառին կա ժամանակ բայց եկեք անդրադառնանք մեր մյուս թեմաներին ինչ ունենք նաև օրինակ նայ ընտրություններից հետո ականատես եղանք նաև քաղաքական հայացքներով ամեն դեպքում այդ մարտիկ նման կերպ են մեկնաբանում որ իրանց աշխատանքից հեռացրել են այսինքն այդ Գարղազարյանի քուրը այդ Գարղազարյանի քրոջը հանել էին ու այսօր ամեն ձև փորձեցին լրագրողները ողջել Անահիտ Ավանեսյանից որ իր ցուցումով են հանել այդ Գարղազարյանի քրոջը կամ ինչ խնդիր է նկատվել իր աշխատանքում ոչ մի խնդիր չմատնանշվեց ու բայց ըստ էության ինձ է որ չհերկեցել Անահիտ Ավանեսյանը որ հա ասեց ամեն ինչի մեջ ես կամ բնականաբար եթե ցուցումներ ես տալիս եմ հա ասեց ցուցումներ ես տալիս եմ ամեն դեպքում եկեք նայենք լսենք հա Լիլիթ Ղազարյանը հանդիսանում է մեր դեղերի փորձագիտական օակի տնօրենի տեղակալ եթե չեմ սխալվում եւ նրա ազատման հետ կապված դիմումը ընդունում է որոշումը ընդունել է ղեկավարը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ մանիպուլյացիաներին, եթե դրանք իրականություն լինեին, Լիլիթ Ղազարյանը կազատվեր 5-6 տարի առաջ։ Լուրջ։ Ես չգիտեմ։ Ձեր ցուցումով չի եղել, դուք պնդում եք Տիկին Ավանեսյան։ Հարգելիներս, ես ցուցումներ եւ հաստարականներ տալիս եմ եւ ես այս պահին էլ ասացի, որ տնօրենի որոշմամբ իրականացվել է հաստիկների փոփոխություն եւ ազատումներ։ Նկատի ունեմ ձեր տնօրենի գրպանագծում Ես չկա մի բան, որ կապ չունենամ իմ համակարգում կատարվող։ Այսինքն դուք եք հորդորել, որ հեռանա։ Ես ոչ մեկին ոչինչ չեմ հորդորել։ Մենք իրականացնում ենք ամեն Դե եթե թողեք որ պատասխանեմ։ Բայց դենձի չի պատասխանում, է։ Մեր բոլոր պետական բժշկական կենտրոնների, պոակների կադրային քաղաքականության ընդհանուր գծերն են որոշում եւ ասեցի տեղի է ունեցել հաստիկների փոփոխություն, իսկ թե որ հաստիկում ով է մնալու, դա իրականացրել է որոշումը ինքը հեռաց։ Պարզ է դե բայց ակնհայտ է էլի որ Դե հա հենց հիմա Դե լավ ասեիր, հա էլի պարզ ասեիր որ հա Էդգար բայց ասում եմ 5 տարի առաջ կանե խի Էդգար Ղազարյանը 5 տարի առաջ ավելի սուր էր խոսում դրա համար 5 տարի առաջ կարային քանենք եթե 5 տարի առաջ падգամավորի տեխնացու չէր հա հիմա է այո ուժեղ Հայաստանում չէ հիմա է բայց Ավանեսյանը լայքի համար, չգիտեմ, գրառման համար, նենց չի որ էլի սա առաջի դեպքն է մարդկանց աշխատանքից հեռացնում են եւ այլն։ Նենց որ Էդգար Ղազարյանի քուլ լինելու համար կարային հանգիստ հեռացնեին։ Այո։ Բայց չիմացաք ինչ ա եղել։ Իմացել ենք, բայց հաստատ մյուսներն էլ իմանան։ Մեր տիկոյի գլխին ինչ որ սև ամպեր են գուտակվել։ Չկատակ եմ Տիգրան Ազականյանը հերթական աղմկահարույց անդունդը խաթարվել է, խախտվել է Տիգրան Ազականյանի հերթական աղմկահարույց միջադեպի կիզակետում ամուսնալուծվել էին, չէ՞, որովհետև դրանից առաջ տեղեկություններ կար, որ ամուսնալուծվել են, դրանից հետո Նատալիայի հետ ամուսնալուծվել են։ Ռոտենբերգը ըստ լրատվամիջոցների արդեն տես ինչի ահագին ժամանակագիտ ենք որ ամուսնալուծվել էին ու մեկ էլ տենում ենք վդրուկ Նատալիան գնում է ոստիկանության բաժին, ասում է մարդը սնձի տփե բռնության է ենթարկվել։ Փաստաբանը հաստատել է արդեն այդ տեղեկությունը։ Նատալիա Ռոտենբերգի փաստաբանը հաստատել է ֆիզիկական բռնություն գործադրել։ Հա։ Իրականում մենք չգիտեմ ունենք իր համարը կարող ենք բայց ֆիզիկականը թե ասելա բռնություն բայց չի ասել որ դա ֆիզիկական է։ Հոգեբանական է։ Կարող է ասենք իր Քյավարա բարբառով խոսալը համարվել է հոգեբանական մոտ գրած է Իրանի։ Ռուսեր են խոսալը համարվել է հոգեբանական։ Տևական ժամանակ բռնություն։ Ես մի հատ ինչ-որ համար կա իր մոտ։ Փորձի ես էլ ունեմ համար, բայց երբևէ չի պատասխանել։ Հա, հələ մի հատ։ Դրա համար վստահ չեմ որ կպատասխանի, բայց փորձենք Տիգրան Ազականյանն է զանգում։ Ինքը մի քանի օր առաջ, 2 օր առաջ Արմավենու այդ ծովափնյա վիճակների մեջ վերլուծություն էր անում աշխարհակաղակական։ Արմավենու։ Հա, նկատի ունեմ Պալմայի տարի գնացել է, չէ, ինքը քանի որ նա իր բառերն եմ ես ուզում մեջ բերեմ գրել եմ, ասում է որ քանի որ գույնավոր տելևիզորը, գույնավոր հայն է ստեղծել, պիտի տարբեր գույների զենքեր ստեղծեք։ Ուզում եք եկեք նայենք, թող տենց բառացի լինի, որ բան չստացվի։ Այս համարն էր քոնը։
Հələ ամունենանք ամել արտադրող լինենք, արտահանող լինենք, մենք զինամթերքի ցույց տանք, որտեղ այսօր մենք ասում ենք աշխարհի գույնավոր աշխարհում գույնավոր տելևիզորը հայ է ստեղծել, MRT-ն հայ է ստեղծել, սառը տակ կրանտի աղբյուրը ծորակը հայերն են ստեղծել, հետո շատ նորարարություններ, այդպես բռնությունա կրանտը։ Մենք այսօր բոլորը ունենք գույնավոր հեռուստացույց։ Դուք ունեք գույնավոր ունենք տարբեր գույների ուժեղ զինամթերքներ նույնպես։ Հա, ես էի ասում, կանաչ, կարմիր, ռոզովի։ Բայց ես մարդու դեմքին այ, ես մարդը բռնություն անող, զենքով հելնում ես կրիպս։ Հատկացում ես փուփուլիկներով։ Հա, ասենք ինչ են բանը քահանաներին որ տարել էին բանի վարժական հավաքների, իրենց մանուշակագույն եկեղեցի գույներով պետքա զենք տան։ Բայց ըստ այդմ ըստ գնդերի պետքա առանձնացի, հա։ Ըստ գնդերի ու այսօր տեսակետ եմ լսել, իդեպ ես էլ ասեմ, այսօր տեսակետ եմ լսել, թե ինչի աղջիկները շատ չեն բանակում, որովհետև իրանք չեն կարող ամեն օր նոր շորը հագնել ու հանդուրժել, որ ուրիշն էլ այդ շորից հագնում։ խելամիտը։ Հա, բայց Արման Ծառուկյանի հետ կապված։ Հա, Արման Ծառուկյանի ու դեպ Արսեն Հարությունյանի, ու ես վստահ եմ, որ Հարությունը ճանաչում է իրենց, ինչ որ հատուկ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, այսինքն տհաճ միջադեպ կարելի է ասել, չիմացություն, դիտավորություն կարելի է ասել, չգիտեմ, այդ մենք չենք կարող շատ ուղիղ մեկնաբանենք, թե ինչին է միտված եղել, բայց եղել է իրավիճակ, տեսանյութ է տարածվել, որտեղ իրենց Արցախի դրոշտն են տալիս, այստեղ Հայաստանի եւ Արցախի դրոշտները մեկ քաղաքացու ձեռքին է, պարզում է եւ տեսեք, որպեսզի ես մեջ չբերեմ ուղիղ, եկեք նայենք թե ինչ ասում։ Արել Արման Ծառուկյանը։ Չէ, լավ, պետք է։ Հա։ Այնի դու Հայկականը։ Այն մեկը ինչական էր։ Չգիտեմ։ Ասում է հայկականը։ Երկու դրոշ է ձեռքին, Արցախի եւ Հայաստանի երագույնը թողել այն աղջկա ձեռքին։ Արցախին ասում է, չէ, այն մեկը հայկականը տուր։ Հա։ Էս ի՞նչ է նշանակում։ Այսինքն ինչ պետք է նշանակի, ուրեմն առնվազն ինքը քաղաքացիական պայմանագրի իշխանության տեսակետն է, չէ՞, կիսում, որտեղ իշխանությունն էլ Արցախի դրոշները ամբողջ Ինչ ֆոբիա է Արցախի դրոշից։ Դրոշը դարձել է պատուհաս։ Դե հիմա նույնն է, օրինակ ես հույս ունենամ, հուսամ սա, չգիտեմ, ինչ որ լեզվիս այթակում էր կամ այլ կերպ, որտեվ գիտակցական մակարդակից չէր գալի կմեկնաբանի կատարվածը, որովհետև օրինակ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն ունի Արցախի դրոշները ինչի պետք է հանեն կամ ինչի օրինակ ըստ իր Արցախի դրոշները շարունակում մնալ ազգային ժողովում նիստերի դալիճում, հա, ասում է, որ պատերազմ եք հրահրում եւ ուզում եք որ գործի 300,000 ադրբեջանցիների վերադարձի խոսույթը։ Հարգելի գործընկերներ, այս հարցը քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայելային ձևով դա շարունակվելու է, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Չէ, մենք ես եմ իշխանության, դրա համար ես եմ ասում այս ամեն ինչի մասին։ Եվ ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չունի գործնական կիրառական նշանակություն եւ չի ունենալու այնքան գործնական կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք եւ այդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում։ Այսինքն ինչ եմ ասում, սա էլի չմեկնաբանվի։ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, դա իրանց հստակ դիրքորոշումն է, ադրբեջանցիներն են տեսնում են, որ շարժումը չի շարունակվելու, ես նման բան եմ ասում, այս ընդդիմությունը սադվում է, բերմա դրոշները դնում ազգային ժողովում։ Ինքը նամակները նրանք էդ են անում։ Ադրբեջանագետ Տաթևիկը Հայրապետյան նկատել է, որ այս խոսույթը ինքն է սկսել տարածել։ Ալիևը երբեք նախ Ալիևը չի ասում վերադարձ, ինքը ասում է այդ մեր հողերն է, մենք գայս ենք նորից տեր լինել։ Բայց նայի, ես հիմա մեր հաջորդ տեսանյութային մասին է, որ օրինակ նայ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ չկա որևիցե բան, ինչ Ղարաբաղյան շարժում, հանեք այդ դրոշները եւ այլն, զուգահեռ Բաքվում վերջերս ես մեջբերեմ վերադարձ Արևմտյան Ադրբեջան պատմական արտարություն եւ մարդու իրավունքների վերականգնում խորագրով միջոցառում է կազմակերպվում։ Ու օրինակ դրա մի շաբաթ կլինի, չէ՞, մոտավորապես, որ այդ միջոցառումը եղել ու տոտալ լռություն Հայաստանի իշխանությունների կողմից միջև այսօր մեր գործը կոնգրես են հասցրել այդ հարցի քննարկումը։ Այո, Միացյալ Նահանգներում դրան էլ անդրադարձավ
Միացյալ Նահանգներում ու նայ ամեն անգամ երբ օրինակ մեր գործընկերներից մեկը հարցնում է ինչպես եք վերաբերվում, մեկ շատ անընդունել է ու միանգամից ու չէր շարունակում այդ ասում անընդունել այնքանով ինչքանով որ իրանց համար անընդունել է որ Արցախի դրոշը դրած է Հայաստանի խորհրդարանում։ Տես մի հատ ուրիշ խնդիր կա, հայր ասում է պետական կառույց է, փողերը ստանում են պետական բյուջեից, այսինքն նշանակում է որ պետությունը նման քաղաքականություն է վարում։ Իրան գիտես ոնց բացատրեցին այսօր, ասում են դե ընդդիմությունը իշխանության մաս է, եթե մի բան ընդդիմությունը անում է, իրենք վերաբերում են որ դա իշխանությունն է անում, որովհետեւ պետական բյուջեից են ֆինանսավորում, բայց ախր դրան կապ չունեցող թեմաներ են կապ չունեցող ու ասենք Արցախի լղիմի հարցը դրեք մի կողմ, դրա կապ չունի, եթե դու վերադարձի մասին ես ասում, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում ապրել են ստեղ ադրբեջանցիներ, իդեպ 84,000 ընդամենը, այդ նույն ժամանակներում հայերը կես միլիոն ապրել են Բաքվում, Սումգայիթում եւ այլն։ Այսինքն այդ նույն հարթության մեջ դա կարա լինի, եթե դու ասում ես սրանք պիտի վերադառնան, ես էլ ասում եմ պիտի վերադառնան Բաքու, Սումգայիթ։ Արցախը այդ ապսեի մեջ ընդհանրապես կապ չունի։ Բայց երեխա գեփած հավից ծիծաղնել կգա այդ փաստարկի վրա, գիտես ինչի, որովհետև եթե նույնիսկ Արցախի դրոշները խորհրդարանի այդ աթոռներից անեն կներեք, տանեն, թաղեն 7 հողի շերտերի տակ, միևնույն է Ադրբեջանը խոսելու է իրենց այսպես կոչված վերադարձի մասին, այդ մի թեման մյուսը չի փակելու։ Ինչքան կարակ ջայլամի նման ձեր գլուխները ասենք չտեսնելու, չլսելու տալ, ասել բանը, հա որտեղ մենք ենք մեղավոր, ամեն ինչում ասել մենք ենք մեղավոր, որտեղ մենք եթե էսի չանենք, այդ նույնն է, որ թաղում մեկ բանը, ծեծմեն ասում են դե ես եմ երեք մեղավոր, ես եմ բանարել էլի, հա։ Չէ, Ալիևը չէր ասի, իսկ ով ասես տանկերով, ոտքով եմ հասնում։ Լավ, եկեք նայեք Նիկոլ Փաշինյանի այդ մեկնաբանությունը, այդ Արմենիան Ադրբեջանի հետ կապված։ Ես ասում եմ, ես գիտեմ դա ինչ պատճառ հետևանքային կապերը գիտեմ։ Բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն ասում է անընդունելի է, ոնց որ դա ընդունելի չի։ Ասում եմ, ոնց որ փաստաբանը լինի Ալիևի։ Լավ, մի հետաքրքիր տեսանյութ տարածվեց Փամբակի այդ գետի ողբերգական դեպքի իրականում ու մենք շատ կարայինք այդ դեպքին անդրադառնանք պատասխանատուների մակարդակով, որ այսինքն տարիներ շարունակ այդ ինչը խողովակը տեղ է եղել, ճանապարհներ չի եղել եւ այլն եւ իրականում սա իրականում հա շատ մեծ խնդիր է, որը ոչ միայն sense քննարկման ֆորմատով պետք է տեղի ունենա ու ավարտվել, նաեւ չգիտեմ, նաեւ մենք ուծել լրագրողներ մենք պետք է շատ հետեւողական լինենք, գնանք այդ դեպքերը այսինքն կախարգելիչ միջով, այսինքն մենք այս դեպքի պես պետք է չխոսայինք, որովհետև մենք գնում ենք լուսաբանում ենք, հետո անցնում ենք մեր գործերին, որովհետև մենք չունենք դրա բաներ, լծակները գնում ուսումնասիրու, հա, հասկանում եմ, որտեղ ժամանակ չեն գնա ամեն գետի վրա դրած տրուբի հետքերով, քայլակ ջան, այդքան ես հասկանում եմ, բայց ուզում եմ ասեմ, որ սա, այսինքն մենք այս թեմային անդրադառնում ենք մենակ ինչի հետ կապված Վայե Մելքոնյանի ջրասուզակի հետ կապված, որը իրականում իսկապես այսօրվա իրականությունում լրիվ ուրիշ մարդ է, այն առումով, որ մարդ ինչքան է նվիրված իր աշխատանքին, ինչքան ասեցին 170,000 աշխատանք, գիտե։ Ջանք ու երանգ այդ օրերին չի խնայել, որ գտնի։ Եղել ասում է, որ նոր տարվա գիշերը ինքը դիմավորել է որոնելից լինելով կորած շատ վեհ բարձր մարդկային հատկանիշների մասին է սա խոսում ու Վայե Մելքոնյանի նմանները պետք է իրանք պետք է պարգևատրումներ ստանան, միլիոններ է ստացել։ Միլիոններ չէ, արդեն Սարգսյանը պարգևատրվել, ասենք այդ մնացածի մոտ 11 միլիոն։ Սրփուհի Գայլանի չափ չկա։ Միլիոն տալիս են 7 միլիոն իրար, մի քանի միլիոն։ Բայց ինքը պատմում է, այսինքն ինքը ներկայացնում է, թե ինչպեսի պետք է լինի մարդը մեր օրերում, որը ցավոք բացակայում է եկեք դա ակնկալիքի։ Դիտենք տեսանյութը, շատ հուզիչ տեսանյութ։ Երեխեք հացնելու տեյցին կորը։ Դրանցավ էր սա մահապուր։ Երեխեք շատ եմ անը։ Երեխա եմ անը, ասենք իրա տոտիկների կուկուի ոտի չապ հայել է։ Տնից էլ են գերա պրոստեսի։ Ժողովուրդ այն ֆիլմը հիշեցի, Մհեր Մկրտչյանը, որ վերջում են սև թուղթը բերած սկսում ա ուտել։ Ուղղակի մարդ պետք է խղճով ապրի։ Այդ ես չեմ անում, այդ սիրտս ա։ Շատ ճիշտ է։ Բայց քանի որ սենց տխուր նոտայով չավարտենք մեր հաղորդումը այսօրվա գտել են մեկին ողջ ու հայ չէր, հա։ Լուլունը
Այդ լուլուն որ կարդացից թվաց Լուսինե Բադալյանն ա կորել։ Չինացի լուլուն է այս անգամ կորել։ Ամենից չինացին։ Չինական տարբերակն ա կորել։ Չէ, իրականում բանը։ Ինչ ա եղել, նայ լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Երևանում կորած չինացի աղջկան սահմանամերձ գյուղում են գտել։ Բայց այդ լրատվամիջոցներից մեկը չէր գրել, այդ Feng Yangming-ը դիմել էր հայերենով Հայաստանում ապրող չինացի հասկանում ենք դիմել էր հայերենով նկարներ տարածել այդ աղջկա։ Մեր բակում նկարահանված չինացին է ինքը։ Հա։ Ոնց որ Էջուն կոնսերվատորիա էր նշած որ այնտեղ աշխատում բան, այսինքն կա հայկական կապերով նկարները տարածել էր այդ աղջկա, գրել էր մեր լուլուն կորելա, խնդրում ենք հնարավորինս լայն տարածեք, գտեք։ Ու բանը վերջապես պարզվեց այն աղջկա լուսանք են տալիս, լուլուին գտել է։ Անունը հենց լուլու է։ Հա, սահմանամերձ գյուղերից մեկում են իրականում գտել լուլուին, այստեղ լրատվամիջոցը գնացել էր կյանքը դասավորելու, ինչ հանգամանքներում է հայտնվել այդ գյուղում, այդ աղջիկը, ղիա գնացել, ով ա տարել, ոնց ա եղել, չգիտենք, բայց կարևորը չկարողա, ես մտածում գնացել էր կյանքը դասավորելու, հանրապետությունը խառնիկ այդ աղջկան դժբախտացրի։ Կարևորը գտել են կպարզվի, եթե դրա համար նորից բայց անունը լուլու է, թեմականունն է։ Լուլու է 94 թվականին ծնված լուլուն։ Всё, լուլուն էլ է։ Լուլուն էլ գտանք, արդեն всё, հանգիստ ծղճով կարանք փակենք գնանք մենք էլ տներով, մենք էլ մեր տան անդամների համար գտնվենք։ Գտնվենք, իրականում էլի էին եղել իրադարձություններ, բայց որոշել էինք, ոչ թե որոշել էինք, այլ մտածել էինք, որ այսքանը շատ ավելի Այսքան էլ մարսեք։ Հա, էլի ունենալու ենք իրականում ծանր աշխատանքային շաբաթ։ Մեկնաբանություններ թողեք, մենք ողջևորվում ենք ձեր թողած մեկնաբանություններով, քննադատեք, եթե մենք դրա տեղը տվել ենք, չգիտեմ։ Կհանդիպենք մենք մյուս շաբաթ, արդեն նոր իրադարձություններով, նոր զարգացումներով եւ հետաքրքիր մտքերով կկիսվենք ձեր հետ։ Բարի գիշեր։ Լույս բարի։ Փայլած, որ դու սկսում ես փիլիսոփայել, քունս ավելի ա տանում։ Բայց ես իր փիլիսոփայ։ Արդեն այսօր քնած է։ Տղա ոնց որ քնաբերն է, սնեց ես, որ սկսում հանգիստ ես խոսալվելուց։ Անուն դնելով Դիմեդրոլ։ Այդտեղ։ Հա, արդեն ես գնալ եմ քիչ պատրաստում եմ կատաստրոֆաների։ Քանդեցին։ Ալե։